Հայ ժողովրդից որ բայց սկսած հիասթափվեցիք։ Ոչ թե հիասթափվել եմ, այլ ես ինչ-որ բաներ հասկացել եմ։ Հերոստացից էի նայում Հայաստանի լուրերը առաջին ալիքի եւ Նիկոլ Փաշինյանը խոսեց Բերձորը հանձնելու մասին։ Եղել էր պատերազմ, մենք ջախջախիչ պարտություն էինք կրել, մարդիկ բարոյազրկվել էին, դրանից հետո էլ ինչ ակտիվություն էիք ակնկալում։ Դա հերթական մեր ատմասկանն է։ Ատմասկաներից հարյուրավոր, հազարավոր ատմասկաներից մեկը։ Ինքնամաքրելու կեղծ փորձ։ Դա բարոյալքված էին, թող չբարոյալքվեին կարծես։ Օրինակ դուք ինչի քաղաքական պատասխանատվություն չեք վերցնում քաղաքական պայքար նախաձեռնել եւ փորձել։ Այդ ո՞րն է կարծես քաղաքական պատասխանատվությունը։ Մեկ քաղաքականության մեջ։ Ես մտել էի, ես դուրս եմ եկել։ Ինչու՞ չգնացի գիտության ճանապարհով։ Քաղաքականությունը իմ արյան մեջ էր, ես ենթադրում եմ, որտեվ ես հիմա էլ զզված լինելով, դուրս եկած լինելով քաղաքականությունից, սա իմ տարերքն է։ Տանը նայում եմ միայն ամերիկյան եւ բրիտանական եւ ֆրանսիական ալիքներ, եւ բոլորը քաղաքական ալիքներ։ Ցավ եք ապրում, աջակցում եք եկեղեցուն, բայց խիստ քննադատում եք Գարեգին II-ին, նրան անվանելով չկաթողիկոս։ Ինչի՞։ Բա կաթողիկոս է այդ մարդը։ Ինքը համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցին լիկվիդացնելու գործում։ Դու ուղեղ կամ եկեղեցասիրություն չունես, այ մարդ, հեռացիր քո տեղը կարգելով մեկին, որին դիպչել հնարավոր չի լինի եւ որը չի լինի նիկոլական։ Հայկ ջան, ողջույն։ Ողջույն կարպես։ Ուզում եմ մեր խոսակցությունը սկսենք ձեր քաղաքական, քաղաքագիտական դատողություններից, Facebook-ում շատ ակտիվ եք, շատ հետաքրքիր եւ սուր էջ ունեք եւ այստեղ ձեր դատողությունները ինչով են առանձնանում, որ դուք շատ խիստ քննադատության եք ենթարկում հաճախ հայ ժողովրդին եւ այս ստեղծված իրավիճակի, պարտությունների, աղետի որպես պատասխանատու եք կարգում ժողովրդի ընտրությանը եւ այս ձեր վերջին գրառումներից մեկը կարդացի գրել եք միթե ժողովուրդը չի ընտրել այս հերթվածող եկեղեցին նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի եկեղեցական քաղաքականությունը, պատարագի մասնակցությունը եւ այլն այս հայ ժողովրդի մասին դատողություններից եմ ուզում սկսենք մեր խոսակցությունը ինչ եք տենց սուր եւ առանց խնայելու պիտակավորում մարդկանց։ Ես որևէ մեկի չեմ պիտակավորում, որովհետև պիտակավորել դա առանձին երևույթ է, պիտակավորում արտահայտությունը նշանակում է, որ մի բան այդպես չի, բայց դու պիտակ ես կպցնում կամ պիտակը նեգատիվ կոնոտացիա ունի։ Ես չեմ պիտակավորում։ Եվ ես չեմ թիրախավորում։ Թիրախավորում են էլի նեգատիվ կոնոտացիա կա դրա մեջ, այսինքն հատուկ չարամիտ գործողությամբ, հատուկ այսպես թիրախընտրել եւ դատողություններ եք անում։ Այո, ես անում եմ դատողություններ եւ կարծում եմ դրա իրավունքը ունեմ, իսկ ինչի եմ անում, Կարպից ջան, որովհետեւ ես կարծում եմ եւ ինչի են դրանք սուր, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր ազգային ամենախոշոր ողբերգություններից մեկը դա ինքնագովեստն է եւ սեփական թերությունները, ոչ թե սխալները թերությունների արդյունք են եւ սա նույնպես շատերը չեն հասկանում կամ ոչ ոք չի հասկանում։ Սեփական թերությունները եւ որակները կատարելապես անտեսելն է եւ դրա մասին չխոսելն է։ Ես գտնում եմ եւ համոզված եմ, որ այս ազգային աղետի պարագայում, երբ արդեն իսկ ամեն ինչ վերջացած է փաստացիորեն, եւ ես դրանում բացարձակապես համոզված եմ, պիտի լինի մեկը, որը ասի թե ինչը ինչպես է եղել, որովհետեւ հետո մի իռլանդացի կամ իսլանդացի կամ չգիտեմ ինդոնեզիացի պատմաբան, որը կուրսային աշխատանք կգրի կամ գրքի կարժանացնի հայ ժողովրդի պատմությունը, կանգնելու է լուրջ խնդրի առջև, թե ինչպես գնահատական տա, որովհետև ահավոր աղտեղված է դաշտը եւ որևէ մեկը չի խոսում բուն պատճառների մասին, այս աննախադեպ մարդկության պատմության մեջ, այս աննախադեպ ողբերգության եւ վարքագծի մասին։ Այսինքն բուն պատճառը նաև ժողովրդի մեջ է, ժողովրդի վարքագծի։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակի պատճառը պետք է փնտրել ժողովրդի որակի եւ որակների մեջ։ Ես կարծում եմ այդտեղ պիտի փնտրել։ Մի այսպիսի հարցն եմ, հայ ժողովուրդը իր սոցիոլոգիական եւ քաղաքական վարքագծով ինչով է տարբերվում այլ ժողովուրդներից, չեմ ասում մշակույթով, լեզվով, հենց քաղաքական եւ սոցիոլոգիական վարքագծով։ Ոնց որ ժողովուրդները այդ առումով երբ շատ նման են։ Ոչ, շատ նման չեն։ Բոլոր ժողովուրդները ունեն տարբերություններ, որոշ ժողովուրդներ ունեն մյուսներից շատ ավելի մեծ տարբերություններ։ Օրինակ, ճապոնացիները ունեն ահռելի տարբերություններ հնդիկների հետ, օրինակ։ Եվ ես չեմ ասում լավ տարբերություններ կամ վատ տարբերություններ, ուղղակի տարբերություններ, դա օբյեկտիվ երևույթ է։
այն տարբերությունը, որը կա հայերի եւ մնացած բոլոր ժողովուրդների միջեւ, օրինակ դանիացիները եւ շվեդները կամ նորվեգացիները ունեն շատ ավելի ընդհանրություններ, քան տարբերություններ։ Եվ սա ասում եմ, որպեսզի փաստեմ, որ կան ժողովուրդներ կամ ժողովուրդների մեծ մասը ինչ որ մեկ այլ ժողովրդի հետ ընդհանրություն ունի, որտեղ մարդկության մաս են։ Մարդկության մաս լինելով հանդերձ եւ մարդկությանը շատ բաներ տված լինելով հանդերձ, հայ ժողովուրդը ես հասկացել եմ, որ նման չի որևէ այլ ժողովրդի։ Եվ այն միտքը, որ երբ ինչ որ բան ես ասում եւ ասում ես այստեղ պիտի փնտրել խնդիրը եւ ասում են, հա, բայց ուրիշ ժողովրդների մեջ էլ կա սա, այսպիսի բան ուրիշ ժողովուրդներն էլ են անում, դա էլի կատարյալ հայկական վարքագիծը եւ մոտեցում է։ Կատարյալ, այսինքն իրենցը չընդունելու համար գնում են ուրիշին հղում են անում, ասում են, տեսեք, ուրիշն էլ ունի դա կամ ուրիշը չունի, բայց իրենք ասում են, որ ունի, եւ այդպես իրար ասում, իրար համոզում, իրար հանգստացնում, անցնում են առաջ եւ էլի խնդրի վրա չեն կենտրոնանում։ Հայ ժողովուրդը անչափ տարբեր է բոլոր ժողովուրդներից։ Դուք տալիս եք մի հարց, որի պատասխանը ես գտել եմ, եւ դա ինձ համար շատ ցավալի պատասխան է, բայց ցավոք սրտի ես այդ պատասխանը չեմ կարող հնչեցնել եթերով։ Ինչի՞։ Այդպես չեմ կարող հնչեցնել եւ չեմ ուզում անգամ բացատրել թե ինչի, ես կփորձեմ մի քիչ ավելի այլ դաշտում փորձել գոնե, քանի որ հարցը հնչեցրել եք, որոշակիորեն պատասխանել։ Ավելի մեղմ, չեք ուզում տենց սուր ոչնչացնել։ Չէ, ոչնչացնելու բան չկա, սուրի հարց էլ չկա, կա օբյեկտիվ պատասխան։ Որն է մեր ժողովրդի խնդիրը։ Ժողովրդի խնդիրը, Ինչ ենք մենք լուզեր, լավ, սենց։ ես չգիտեմ լուզեր է հայ ժողովուրդը թե չէ, դուք եք այդպես բնորոշում, ես կարծում եմ, որ խնդիրը կայանում է պատմության մեջ եւ պատմության մեջ հայ ժողովրդի ворթեգրած վարքագծային ուղուն, որը ես որպես պատմաբան, դուք եք չէ, կարծեմ պատմաբան, առաջին մասնագիտությամբ, ես գոնե պատմաբան եմ։ Հավաքականությունը կարա։ Այո, հավաքականություն գիտակցություն դրսևորի։ Այո, հավաքականությունը շատ կարևոր է եւ հավաքականությունը միշտ գիտակցություն կամ անգիտակցություն դրսևորում է։ Չէ, էլիտան օթից չի ցրթվում։ Էլիտան ստեղծում է ժողովուրդը, ժողովրդից է բարձրանում, երբ օթից է ցրթվում ի հակառակ կամ չի ցրթվում տվյալ պարագայում իջնում է վերևից կամ այլ տեղից դրսից գալիս է եւ ժողովրդի հետ կապ չունի, ժողովուրդը չի ծնել եւ էլիտան բարձր էլիտա է, հայ այդ դեպքում էլիտան անում է մի բան, որը մենք տեսել ենք Արշակունիների օրոք։ Զտարյուն պարսկական դինաստիա, զուտ զտարյուն պարսիկներ, իրանցիներ, լավ չասեմ պարսիկներ։ Պարթևներ իրանական ցեղ։ Մենք պայմանականորեն ենք ասում պարսիկ, իրանական ցեղ, պառնի ցեղից, որոնք Պարսկաստանում գրավեցին իշխանությունը, Աքեմենյաններին հաջորդեցին, հետո Հռոմի հետ բազմաթիվ պատերազմների եւ բանակցությունների արդյունքում Հայաստանում կարգեցին իրենց սովորաբար եղբայրներին, թագավորական դինաստիա հիմնվեց, որը հայացավ, տեղի բնակչությանը ձուլվեց, ստանձնեց նրա ղեկավարությունը, բայց լինելով այլ քաղաքական եւ մենթալիտետային մշակույթի կրող, ռազմական, արժանապատիվ, հզոր մտածողություն, պետական մտածողություն ունեցող իրանական ցեղի մենթալիտետի կրող, իրենք ստեղծեցին հզոր պետականություն եւ այդ Տիգրան մեծ բան դրանք սուտ բաներ են, այսինքն այն առումով, որ հիմա սա կտրելու են, տարածեն, մենք նոր էինք խոսում, չէ, Տիգրան մեծը սուտ բան չի, բայց այդ հղումները Տիգրան մեծին, որ մեր ազգային պետությունը, բան Տիգրան մեծի ժամանակ ազգային պետություն չի եղել, ազգային պետություն ընդհանրապես այդ ժամանակ չկար։ Ազգային պետության հիմնադիրները Հայաստանում արշակունիներն են, որոնք լինելով իրանական ցեղ Հայաստանում հիմնեցին ամենաազգային պետությունը։ Դրանից հետո երբևէ այդքան ազգային պետություն չի եղել, ինչքան եղել է Արշակունիների օրոք։ Շատ հետաքրքիր տեղ տարակ խոսակցությունը։ Այո, բայց որպեսզի չշեղվենք, ես ուղղակի հարցին պատասխանեմ, որպեսզի կիսատ չմնա։ Եվ այդ մարտիկ կերտեցին մի ամբողջ մշակույթ, այնպես ինչպես մաքուր հայկական ազգային ինքնագիտակցությունը արժանապատիվ այսօր ոմանք պատկերացնում են։ 99.9%-ը չի պատկերացնում այդպես, 0.1%-ը այդ թվում եւ ես պատկերացնում ենք այդպես, դա Արշակունիների կերտած մոտեցումն է։ Եվ դա սա էլիտաների մասով։ Դրա հետ կապված մեծ հարցում եմ ես։ Եթե հիշեք, հետո ասեք, ուղղակի ավարտեմ։ Էլիտան սովորաբար եւ 99%-ով ստեղծվում է ժողովրդի մեջից, ժողովուրդն է ստեղծում էլիտային եւ պատվիրակում է իրեն կառավարել։ Դրա համար է ասվում, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր առաջնորդներին, որտեղ ինքն է ծնել, ինքն է աճեցրել, ինքն է դարձրել առաջնորդ, եւ եթե ինքն էլ դա չի արել կամ ինքը ինչ որ միտեղ սխալ է թույլ տվել, ինքը այդ առաջնորդին ցած է բերում, փոխարինում է։ Բայց եթե դու բերում ես առաջնորդներ անընդհատ, որոնց դու պահում ես եւ որոնք անում են այնպես ինչպես անում են եւ դու նրանց հանդուրժում ես, դու լիովին արժանի ես եւ դու ես ծնել, էլիտաներին պետք չի մեղադրել, էլիտան այնպեսին է, ինչպեսին ժողովուրդն է։ Եկեղեցին այսօր այնպեսին է, ինչպեսին ժողովուրդն է։
Հիմա առաջին հարցը ձեր այս հարցի մասով լավ չեմ հիշում արդեն ինչ ասեցիք, բայց ուղղակի վերադառնալով բուն խնդրին, բուն հարցին, ես կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը դա հարմարվողականության փորձն է դարերի ընթացքում աշակունիներից հետո եւ դա պետությունը չսիրելու եւ այս մասին ցավոք սրտի խոսում է ռեժիմապետը, բայց բոլորովին այլ կոնտեքստով, բոլորովին այլ բան է ինքը ասում, այնպես որ թող իմ խոսքերը չխառնվեն նրա խոսքերի հետ։ Պետությունը չսիրելու եւ պետությունը որպես նվաճողի կամ օտարի պետություն, օտարի եւ սեփական ընտանիքի միայն միկրո ընտանիքի վրա կենտրոնանալու մղումն է, որ թույլ չի տալիս, որպեսզի մնա հայրենիքը, որպեսզի մնա պետությունը, կամ պետություն ստեղծվի կամ դառնա պետություն։ Տեսեք, դուք արշակունների օրինակը բերեցիք, կարող ենք սա միացնել նաև Արտաշեսյանների օրինակը եւ որպես դրական օրինակ, որ էլիտան դրսից է պարտադրվել, իսկ ուրիշ դեպքերում, երբ որ ժողովուրդն է էլիտա ձևավորել, դա ձևախեղված էլիտա եղել, ճիշտ հասկացա։ Որտեղ մեր միջավայրում։ Եթե խոսում ենք այս միջավայրի մասին, այս տարածքի մասին, այո։ Այսինքն Բայց ոչ Անգլիայում էլի, օրինակ Անգլիայում էլիտան, այո, էլի ֆրանսիականներ, նորմաններն էին, եկան գրավեցին, վիկինգներ կային որոշակիորեն, անընդհատ գալիս էին, հետո իշխանություն էին ստանձնում, այսպես կոտորում էին պիկտերին կամ բրիտանացիներին եւ այլն բուն, բայց Բրիտանիայում օրինակ բրիտանական էլիտան եւ այդ փառահեղ պատմությունը իրենց կերտել են բրիտանացիները։ Իրենց էլիտան ստեղծել են բրիտանացիները։ Ինչքան էլ որ, ասենք, նորմանդական արմատներ լինեն, բայց դա շատ վաղ շրջանում էր, դրանից հետո իրենք պահել են տրադիցիան եւ նոր տրադիցիան խոսալ։ Այո, անգլերենը, հին անգլերենը բոլորովին այլ լեզու է եղել։ Եթե մենք նայենք նույն ճապոնացիները, ասենք ճապոնացիներին որևէ մեկը որևէ էլիտա չի պարտադրել։ Ավելին ասեմ, օրինակ, որը հայերը ատում են միշտ, երբ դու այդ զուգահեռը բերում ես որևէ դաշտում, ուղղակի քրոնիկ ատելություն կա անհասկանալիորեն եւ շատ դատապարտելիորեն, բայց փաստ է որ կա այդ օրինակի հանդեպ հрьяաները։ Հрьяաները ընդհանրապես էլիտա ունենալու իրավունքից զրկված են եղել իրենց հայրենիքը կորցնելուց հետո 2000 տարի եւ այնուամենայնիվ իրենք իրենց մեջ անընդհատ ծնել են էլիտա։ Իրենք յուրաքանչյուր երկրում, որտեղ հաստատվել են, ծնել են էլիտա եւ շատ բարձր էլիտա են ծնել։ Եվ սա հայերը չեն կարողանում, հայերը չասեմ, հայրից շատերը չեն կարողանում ընկալել, ընդունել, հանդուրժել, այս փաստի հետ հաշվի նստել, բայց այդպես է, այնպես որ չի կարելի ասել, թե ժողովուրդներին միշտ պարտադրվում է դրսից։ Դե դրսից պարտադրողը ինքն էլ է, չէ՞, ժողովուրդ։ Ուզում եմ ասեմ, ոնց որ դուք եք դրական օրինակ մեր համար ընկալում։ Ես ընդհանրապես հայերին էլիտա չի էլ պարտադրվել արդեն։ Արշակունիներից հետո որևէ էլիտա չի էլ եկել դրսից։ Սովետական Հայաստանը։ Այո, թերևս լավ օրինակ եք բերում, թերևս միայն դա, եւ եթե նայեք, ես համարելով սովետական միությունը չարիքի կայսրություն, սովետական շրջանը համարելով անհանդուրժելի եւ անթույլատրելի օկուպացիա Հայաստանի, եկել եմ այն եզրակացության, որ այնուամենայնիվ այդտեղ, ինչպես ասում են անգլերենում, կա silver lining, այսինքն մի դրական թել, որ այդ շրջանի երկրորդ շրջանում, առաջին շրջանը զարհուրելի է եղել ամեն առումով։ Կոլեկտիվացում, Ստալինյան շրջանը, այո։ 53 թվականից հետո, Ստալինի սատկելուց հետո որոշակի փոփոխություններ եւ ես չեմ կարող, ասենք, հրեշավոր մեկին ասել մեռնելուց հետո։ Ստալինի սատկելուց հետո որոշակի փոփոխություններ եղան եւ անգամ լճացման շրջանում հայ ժողովուրդը ճիշտ է տարվում էր որոշակի ուծացման քաղաքականություն, բայց նաեւ տարվում էր ազգային արժեքներ վերածնելու քաղաքականություն եւ դա համապատասխանում էր սովետական միության կենտրոնի շահերին, դրա համար էին անում, հայերին շատ սիրելով չէին անում դա։ Բոլորի հետ էին անում։ Բոլորի հետ էին անում էին նույն բանը Ուզբեկստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, ամեն տեղ էին անում, որտեղ իրենց պետք էր մրցունակ կայսրություն կառուցել եւ դրա համար այդ ժողովուրդներին տալիս էին որոշակի հնարավորություն ծլելու, ծաղկելու, իրենց մեջից լավը հանելու եւ պարտադրում էին էլիտաներ ունենալ եւ ստեղծում էին էլիտա, որովհետեւ հասկանում էին, որ եթե դա չանեն, ստեղծեն նախրով չեն կարողանա մրցել օրինակ Միացյալ Նահանգների հետ կամ Բրիտանիայի հետ։ Եվ այս մասին էլ որևէ մեկը երբևէ մինչև այս պահը չի խոսել։ Ես ուշադիր հետևում խոսել է։ Չէ, Նիկոլ Փաշինյանը էլի եւ շատ բաներ հակառակ կողմից է խոսել։ Հակառակ կողմից ինքը շատ բաներ ասում է արտաքին առաջին հայացքից այն ինչ որ օրինակ ես եմ ասում, բայց ինքը լրիվ այլ մեսիջ է տալիս, ինքը ճիշտ հակառակ մեսիջն է տալիս եւ ինքը
շատ իմ կարծիքով, իմ բնորոշմամբ շատ չարամիտ բնորոշումներով եւ նպատակներով է այդ օրինակները։ Ուզում եք կայսերական նարատիվներից ձերբազատվի, անկախանա, իսկ դուք ոնց որ թե չէ։ Ես ոնց որ թե չէ։ Ես առավել քան որևէ մեկը եւ ինձ պետք չի իր հետ համատել ընդհանրապես խնդրում եմ, բայց ասում մենք տարբեր բաներ ենք ասում։ Կարող է նույն շրջանի մասին, նույն պետության մասին խոսես եւ անգամ նույն երևույթի, բայց լրիվ տարբեր բաներ ասես եւ սա այդ դեպքն է։ Ես ընդհակառակը գտնում եմ, որ սովետական միություն չպիտի լիներ, Հայաստանը չպիտի բոլշևիկները գրավեին, Հայաստանը չպիտի հանձնվեր բոլշևիկներին, Հայաստանը չպիտի գնար, Հայաստանը մինչև այսօր իմ խորին համոզմամբ բոլշևիկյան է։ Բոլշևիզմն է իշխում Հայաստանում եւ նաեւ հասարակական որոշակի շերտերի, եթե շատ մեղմ ձևակերպեմ մտածողության մեջ բոլշևիզմը մտած է խորապես։ Շատ ցավալի է, որ առաջին հանրապետությունը կործանվեց։ Տրագեդիա է։ Բայց դրանից հետո հայ ժողովուրդը ինչ որ վերարտադրվելու խաղաղ կյանքի հնարավորություն ստացավ, դուք հրաշալի նոր այդ ամեն ինչը ցույց տվեցիք, ազգային էլիտայի ձևավորում, ազգային հարցերի ամրապնդում, իսկ միգուցե Հայաստանը չխորհրդանանար եւ մենք ընդհանրապես տարալուծվենք որ թուրքական իրականությունում, չէ՞ որ 800,000 էր առաջին հանրապետության ժամանակ, այդ 800,000-ը արդեն 88 թվականին 4 միլիոն էր հասել Հայաստանի սովետական Հայաստանի բնակչությունը։ Դա այդպիսի ռիթմ էր դեմոգրաֆիկ աշխարհում ամենտեղ։ Այդ նույն ռիթմը եղել է եւ Ադրբեջանում, եւ Թուրքմենստանում, ամենտեղ։ Եվ ընդհանրապես աշխարհում այդ աճի տեմպը եղել է։ Խորհրդայնացման պահին մենք արդեն Ալեքսանդրապոլը կորցրել էինք եւ մոտ 10,000 քառակուսի էինք։ Հիմա ես ասեմ, այն բոլոր կորուստները, որ եղել են եւ խորհրդային շրջանում էլ են եղել կորուստներ վարչատարածքային ադմինիստրատիվ ձևով եւ հատկապես դրանից հետո հենց հիմա այն ինչ կատարվեց 20 թվականին, դա այդ ամբողջը սովետական ժառանգության եւ սովետական հանցավոր քաղաքականության արդյունք է եւ ռուսաստանյան։ Այլ բանի դրա չի կարելի վերագրել։ Ինչ կլիներ, եթե չխորհրդայնացվեր, խորհրդայնացում տերմինը ես ճիշտ ասած չեմ ընդունում, եթե չօկուպացվեր եւ չգրավվեր Հայաստանը թուրք բոլշևիկների կողմից։ Դա թուրք բոլշևիկյան գրավում էր։ Դա միայն բոլշևիկյան չէր։ Այն բանակը, որ մտավ, Կարմիր բանակը, որ մտավ եւ գրավեց Հայաստանը, հիմնականում բաղկացած էր թաթարներից եւ թուրքերից։ Ադրբեջանի տարածքից մտավ։ Այո, բայց կռվող զանգվածը եւ գրավողը թուրք-թաթարական հրոսակներ էին։ Հայաստանը արդեն իսկ Մեծ Բրիտանիա եւ Միացյալ Նահանգների դաշնակից պետություն էր։ Հայաստանը գնալու էր բոլորովին այլ ճանապարհով։ Ես ենթադրում եմ, որ եթե դա տեղի չունենար, նախ եթե դա տեղի չունենար, մենք չէինք ունենա Լենին-Քեմալ պակտը, մենք չէինք կորցնի Հայաստանի Հանրապետության ահռելի հատվածներ։ Արդեն կորցրել ենք մինչև խորհրդանանալը։ Այո, բայց մենք փաստացիորեն դա կարող էինք հետ բերել, կարող էր շատ բան տեղի ունենալ։ Քեմալը կարծես հետ կտար։ Ալեքսանդրապոլից դուրս կգար։ Լենինը զորով անել։ Զորով չի հանել, պայմանավորվածության արդյունքում են դուրս եկել։ Բայց ես ասեմ, եթե լիներ դիմադրություն, եթե այդ հանրապետությունը դատապարտած չլիներ ինքը իրեն եւ առաջին հանրապետությունն էլ չհասկացված է շատ, որտեվ կա այսպես միստիֆիկացիա եւ միստիկացիա նաեւ, որ մի լուսավոր, լուսաշող, մի հայրենասեր, մի փառահեղ բան է ներկայացում առաջին հանրապետություն։ Չէ, առաջին հանրապետությունում էլ կային իշխանությունում խայտարակ ողորմելիներ, հանձնվողականներ։ Ես չեմ ուզում օրինակներ բերել։ Խատիսյանը, բայց բոլոր վարչապետներին կարելի է այստեղ կամ այնտեղ առաջին հանրապետության մեղադրել վախկոտության եւ հանձնվողականության մեջ։ Մի բան է ակնհայտ, որ առաջին հանրապետությունում բացահայտորեն կամ անհերքելիորեն դավաճաններ իշխանությունում գրեթե չկային։ Գիտեք ինչ եմ ուզում։ Ուղղակի ասեմ ձեզ, այդ խեղճության եւ կեղծ ռացիոնալիզմի եւ կեղծ իրապաշտության, որը այսօր գերիշխող է Հայաստանում, այսօր այդ գաղափարախոսության կրողներ կային շատ, ոչ բոլորը, բայց կային շատ, կային եւ դիմադրողներ։ Եվ դա տանում էր այս հանձնվողականության, նվաճող թշնամու հետ եղբայրության, բարեկամության, ամեն ինչ հանձնելու կամ ինչ որ բաներ հանձնելու, տալու, նվիրելու եւ այլնի շնորհիվ խաղաղության հասնելու բաներ, ինչ որ մենք տեսանք հետո, այսինքն սա տրադիցիա է։ Առաջին հանրապետությունը այդ փափուկ, գեղեցիկ, լուսավոր, պայծառ մի բան չէր, բայց դա անկախ հայկական պետություն էր եւ այդտեղ կային ազգային լուրջ գործիչներ։ Եվ եթե այդ հանրապետությունը առավել խելացի գտնվեր եւ առավել մարտունակ գտնվեր եւ առավել կամային գտնվեր եւ ուղեղ ունենար, այսպես ասած, որտեւ այդ հանրապետությունը միևնույն է ուղեղ չուներ։ Եկեք ասենք սա եւ առաջին անգամ է սա հնչում։ Չեր լինի այսպիսի խորհրդայնացում կամ խորհրդայնացման այսպիսի սցենար կամ խորհրդայնացում ընդհանրապես, դա կարող էր եւ տեսականորեն չլինել եւ ես այդ մասին շատ եմ մտածել վերջերս։ Եվ այդ պարագայում Հայաստանը կկարողանար շանս ունենալ դառնալ տարածաշրջանային խաղացող, որովհետեւ մասնավորապես բրիտանացիները, որոնց
ռուսական ագիտացիայի արդյունքում արդեն 100-ամյակից ավելի սատանայացնում են հայերի ուղեղներում եւ դարձնում են դև ու չգիտեմ ինչ, անչափ հետաքրքրված էր Թուրքիային հակակշիռ ստեղծելով եւ ունենալով։ Եվ պատահական չի, որ 17 թվականին բազա ունենալով Իրանը բրիտանական գլխավոր շտաբը ստեղծեց Դանստեր Ֆորսը, գեներալ Դանստերվիլի ղեկավարությամբ եւ իր անվամբ կոչվեց, առանձին բանակային գումար տակեր, մինչև 1000 հոգի, հուսով եմ գիտեք այդ մասին, որին ուղարկեցին Բաքու, որպեսզի Բաքուն հայկական պահեն բրիտանացիները։ Եվ Դանստերվիլը մինչև վերջին օրը տեսա, որ հայերը չեն կազմակերպվում, իրենից պահանջում են, որ բրիտանական զորքերը գան իրենց համար կռվեն, իսկ բրիտանացիները չէին կարող գալ, որովհետև ամբողջ ճակատով մաշված էին իրենց ուժերը։ Բայց 18 թվականին հանուն արդարության հայերը Բաքուն լավ պաշտպանում էին։ Լավ չէին պաշտպանում։ Եվ դաշնակցականները եւ հայ բոլշևիկները։ Չի եղել այդպիսի բան։ Իրենք փորձում էին ինչ որ բաներ անել, բայց իրենք չէին կազմակերպում, իրենք բրիտանացիների հետ մտան լուրջ կոնֆլիկտի մեջ, սկսեցին մեղադրել, անգամ մահափորձ նախապատրաստեցին գեներալ Դանստերվիլի նկատմամբ, մեկի, որը եկել էր իրենց փրկելու, եւ Դանստերվիլը գրում էր եւ ասում էր, որ այս մարդիկ չեն ուզում կազմակերպվել եւ իրենք պահանջին, ինքը գնաց անգամ խաբերության, հայերին ասեց, հա բրիտանական բանակը կգա ձեզ կպաշտպանի, հայերը չեն ուզում կռվեին։ Մեծ մասամբ չէին ուզում կռվեին, ոչ։ Եվ զգուշացնում էր, ասում էր, ես եթե դուրս գամ այստեղից, ես չեմ կարող ձեզ պահել, որտեվ իմ զորքը շատ քիչ է։ Մինչև 10,000-անոց իսլամի բանակներ շարժվում Բաքվի վրա, թուրքական, եւ ասում էր, որ եթե գան, ձեզ մորթելու են, դուք կազմակերպվեք, մենք զենքը տալիս ենք ինչքան կարող ենք, մենք ձեզ մարզում ենք, մենք ռազմավարական ուղղությունները տալիս ենք, բայց մենք չենք կարող ձեր համար կռվել։ Հայերը պահանջում էին, ասում էին, չէ, մնացեք դուք կռվեք, եւ ասում էին, չէ, բերեք բրիտանական զորքեր, այստեղ թող կռվեն մեր համար։ Եվ Դանստերվիլը վերջին օրը զգուշացրեց ու գնաց ու փախավ, որովհետև իրեն պատրաստում էին սպանել արդեն։ Վերցրեց իր զորքերին եւ հեռացավ։ Հիմա, բայց չխորանանք սրա մեջ, ասածս այն է, որ առաջին հանրապետությունում եւ այդ դրան նախորդող շրջանում, դրան հաջորդող շրջանում հսկայական սխալներ են գործվել, ելնելով էլի մենթալիտետային որոշակի հանգամանքներից, որոշակի գործիչների կամ մտքի ուղղությունների, որոնց արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Մեծ հաշվով որևէ բան չի փոխվել։ Հայք շատերը չգիտեն, բայց դուք Արտաշես Մարտիրոսյանի որդին եք, իսկ Արտաշես Մարտիրոսյանը մեր իրականության ամենանշանավոր բանասեր հայագետներից մեկն է, Մատենադարանի գիտաշխատող, Գյումրիից։ Ուզում եմ այս հատվածը խոսակցության խոսել հենց Արտաշես Մարտիրոսյանի ձեր մանկությունից, դաստիարակությունից։ Դուք Գյումրիից եք, խաստորեն։ Չէ։ Գյումրիից չենք, բայց հայրս ծնվել է Գյումրիում։ Ավարտել է Գյումրիում համալսարանը։ Այո, եւ շատ երիտասարդ տարիքում տեղափոխվել է Երևան, ինչի Գյումրիից չենք, որովհետեւ ոչ պապս, ոչ հատկապես հայրս իրենց գյումրեցի չէին համարում եւ Գյումրիում անգամ հայրս մանկությունը անցկացրել է մեկուսացված եւ իր ամենամտերիմ ընկերները մանկության 3 հոգի են եղել, ելի են եղել, բայց նրանք ովքեր մինչև վերջ կային եւ երեքն էլ կարծում եմ շատ հայտնի են։ Մեկը Ռաֆայել Աթոյանն էր, հռչակավոր նկարիչ, որ Ֆրեզնոյի մահացավ տարիներ առաջ։ Մյուսը Գառնիկ կամ Գարի Սմբատյանը, Ալբերտ Մկրտչյանի հետ են ընկեր եղել այդ մանկության տարիներին, Ֆրոնզիկ Մկրտչյանի եղբոր։ Նա Գյումրիում։ Ես Գյումրիի մասին եմ խոսում։ Եվ Մուրադ Մուրադյանի հետ նույն դասարանից էին էլի ընկերներ են եղել այդ մանկության շրջանի մասին, բայց պապս գաղթական էր, գաղթել էր Հայաստանի արևմտյան մասից, այդ արևմտյան Հայաստան արտահայտությունն էլ արդեն սկսել է ինձ դուր չգալ Հայաստանի արևմտյան հատվածից։ Որտեղից։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, հիմա ես արդեն առաջին անգամ երբևէ չեմ խոսել այս մասին, երևի ասեմ։ Հորս կողմից մեր ընտանիքը ակնհայտ ազնվական ընտանիք է եղել եւ այլ ազգանուն է ունեցել, քան այն ինչ որ ես հիմա ունեմ, Մարտիրոսյան, Մարտիրոսի անունից է գալիս, որ պապիս պապն է եղել, որ եղել է այդ տարածաշրջանի տանուտերը եւ որին թուրքերը սպանել են, գխատել են պապիս աչքի առջև երեխա ժամանակ եւ ինքը փրկվել փախել է իր եղբոր հետ ցեղասպանության ժամանակ։ Ցեղասպանության ժամանակ իրենք դերիկից են եղել Աշտիշատից պատմական, որ արշակունիների նստավայրն է ըստ էության եղել եւ նստավայրերից եւ ըստ էության ծագում են արշակունիներից։ Այստեղից նաեւ իմ հատուկ վերաբերմունքը այդ դինաստիային
Եվ այնտեղ ա եղել Աշտիշատի ժողովը 354 Այո, Աշտիշատի ժողովը, այդտեղ է նաև թաղված Սահակ-Վարդև կաթողիկոսը, դա Հայաստանի ամենակարևոր շատ լուրջ կենտրոնն է եղել, այո։ Դա հոր կողմից, հորս մայրն էլ Ռուստեմ Գեդիկ գյուղից է եղել, Արածանու ափին եւ իրենք հանդիպել են Հայաստանի այս հատվածում, պապիս հետ կապված մի ողբերգական պատմություն կա, որ ես միշտ հուզվում եմ։ Պապը Սիրուսերին բերում է իր 6 տարեկան եղբորը Հայկին եւ գալիս են Մաստարայում քերի ունենում եւ քերին ասում է ես չեմ կարող երկուսիդ պահել, արի Հայկին տանք որբանոց։ Ամերիկյան որբանոց, պապը սնդիմանում է, քերին ասում է կամ պիտի սովից մեռնեք կամ եւ ինքն էլ Հայկն էլ կամ ես պիտի տամ եւ ինքը այդ ամբողջ ճանապարհը գաղթի վզին դրած երեխային բերում է 11 տարեկան է կարծեմ լինում պապս է 12 եւ 3 օր հետո պապս ասում է ես կգնամ ամեն գործ կանեմ ամեն ինչ կանեմ բանվորություն կանեմ վագոններ կբեռնաթափեմ բայց պիտի եղբորս բերեմ եւ գնում է աշտարակում է այդ որբանոցը լինում եւ գնում է որբանոց եւ Հայկին չի գտնում հետագայում ես վերջերս էլի հետաքրքրվեցի պարզվեց որ բազում կեղտոտ բաներ են կատարվել այդ որբանոցներում երեխաներին անհայտ ինչ որ ճակատագիր են արժանացել բայց ոչ մի հետ Հայկից այլևս չի լինում հայերն են այդ կեղտոտ բաները անում ով պիտի արած լիներ ես այնտեղ այլազգիներ չգիտեմ որ աշխատել դուք անվանակոչված եք այդ Հայկի անունը այո բայց այստեղ ազգային բան չեմ ուզում ես դնել չկա այսինքն մարդիկ են արել եւ չկա Հայկը պապս ամբողջ կյանքում փնտրում էր եղբորը ու չգտավ այդ ցավը սրտում մահացավ ես հուսով եմ որ մի օր գոնե ժառանգներին կգտնեմ կամ կիմանամ որտեղ է թաղված եթե այդպիսի բախտի արժանանամ հասկացա սա է այնպես որ հայրս իրենք մեծ տուն են ունեցել, Գյումրվա ամենամեծ տներից են ունեցել, պապս մեծ հաջողությունների է հասել, լինելով գաղթական ամեն ինչ կորցրած եւ լուրջ ընտանիքի զավակ, մեծ կարողությունների տեր, որ ոչինչով է հասել այս հատված։ Եվ 6 երեխա են եղել, մեկը մահացել է, 5-ով են մեծացել Գյումրիում, իրենց սեփական մեծ տան Բաքում են ապրել եւ ուրիշների հետ չեն շփվել, չեն ուզեցել շփվել։ Մի հետաքրքիր բան էլ կա, որ ես ուզում եմ անդրադառնամ ընկեր ուներ հայրս Համիկ Ամիրյանը, որ սովետական շրջանում սովետական մարդիկ կհիշեն Գուտապի ղեկավարն էր Հայաստանի, այդ ամբողջ ավտոպայեստամասերի եւ վանեցի էր եւ իրենք էլ էին գաղթել։ Եվ Համիկ Ամիրյանի նվիրված հայրս մի բանաստեղծություն էր գրել, որտեղ ինքը երիտասարդ տարիքում բանաստեղծություններ էլ է գրել, որտեղ ասում է, տողերն եմ հիշում, ասում է մենք գաղթել էինք Վանից Երևան, մեր տնից մեր տուն, բայց մենք օտար էինք այստեղ։ Չէին ընդունում եւ ամեն անգամ Համիկին հարևանները կոչում էին Կորիր անտեր շուն, որտեվ գաղթական էր, որտեվ եկել էր։ Մեր մոտ այդ ինչ հիվանդություն է, հիմա հարաբերություններին ենք թիրախավորում, այն ժամանակ արեմտահայ գաղթականներին, պարսկահայերին պարսիկ էին ասում։ Այդ ի՞նչ է մեր մոտ։ Խնդիր կա։ Ինչենք ինքներս մեզ հալածում։ Խնդիր կա եւ այս համատեքստում կարծում եմ հորս ընտանիքն էլ, պապիս ընտանիքն էլ չի մերվել տեղացիների հետ մանավանդ որ պապս գալով եւ 0-ից սկսելով էլի մեծ հաջողությունների հասել սովետական շրջանում մեծ տուն է կառուցել ընդ որում այդ տան մի մասը հսկական հատվածներ նվիրել է այլ փախստականների հետո հաջողակ մարդ ա եղել ամենտեղ հա Զակոտ Զեռնո կար մինչև հիմա էլ կա կարծեմ դրա տնօրենն է եղել եւ պատերազմի տարիներին շարժակազմեր է տարել ծորենով ռազմաճակատ հայրս էլ թիկունքում է պատերազմին աջակցել Եվ իրենք իրենց չէին համարում, հայրս հատկապես իրեն ամենևին չէր համարում գյումրեցի։ Աշտիշատցի։ Հա, երևի թե։ Շատ հետաքրքիր ձեր Գերդաստանը արշակունների հետ կապելը, որտեղ շարունակականությունը ոնց է որսում, որովհետև բյուզանդական շրջանում գոնե արդեն արշակունների տոհմը, գոնե արքայական ավակ տոհմը ընդհատված էր։ Ազգանվան, այո, բայց շարավիղները կային, օրինակ հայտնի շարավիղեր մեկը Թբիլիսի քաղաքապետերից մեկը Արշակունին, որը հայտնի այսօրվա Գեղարվեստի ակադեմիայի շենքն է թողել, պարսկական մոտիվներով մի ֆանտաստիկ շինություն եւ մարդիկ այստեղից գնում են Թբիլիսի, այդ հրաշքը չեն գնում նայելու, ֆանտաստիկ ներքին հարդարանքով, ինքը Արշակունիներից էր նույնպես։ Իսկ Արշակունների շարավիղները, Արշակունի արքաների այդ ոգին, ռազմական
ոգի, այդ ամեն ինչը ոնց ժառանգել են, թե այդ ամեն ինչը Ես չգիտեմ ովքեր են մյուս ժառանգները, ամեն դեպքում ես պարտավորականություն, հանձնվողականություն եւ տրվողականություն եւ կեղծ իրապաշտությամբ այդ ախտերով չեմ տառապում։ Աշակունի արքաներից ով ամենանախընտրելն է ձեզ։ Երկուսը կասեմ, Տրթատ երրորդը մեծը եւ իհարկե Վռամշապու, որովհետեւ Քրիստոնեության եւ գրերի գյուտի։ Այո, որովհետեւ այս երկուսը հայոց պատմության մեջ եւ ընդհանրապես Հայաստանի պատմության մեջ ամենաանկյունակարային առաջնորդներն են եղել, չհաշված Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դա միգուցե կապված է ձեր հոր գիտական նախասիրությունների հետ, որովհետեւ Արտաշես Մաթեոսյանը գրերի գյուտի, Մաշտոցի խոշորագույն հետազոտող ա եղել։ Շնորհակալ եմ օբյեկտիվ արդար գնահատականի համար, այո, իր Մաշտոց գիրքը կոթողային աշխատություն է, որ արտասահմանյան բուհերում մինչև այսօր դասավանդում են, ինչ այլոց մի հատ ուրիշ հուզիչ պատմություն կա դրա հետ կապված։ Ես ուսանող էի Սորբոնում եւ դասը ընթանում էր այն լսարանում, որտեղ Նապոլեոնն էր հաճախ այցելում դասախոսություններ լսելու երբեմն, լեգենդար լսարան էր մեր դպրոցում Սորբոնի եւ հենց հին բուն շենքում եւ մի օր մերձարարվելքի մասին էր դասախոսությունը, դասախոսներից մեկի եւ հղում արեց հորս ֆրանսերենով։ Ես նստած ստերից չդիմացա, ասացի c'est mon père, իմ հայրն է, չհավատաց դասախոսը, հետո ասեցի ինչ, հետո ասեց ով ասեց շնորհավորում եմ, ասեց խոշոր հայր ունեք։ Հա, պարտություն խոշոր գիտնական, հա դե Սորբոնում դասավանդում են, առանց իմանալու որ դու նստած ես։ Հորս հետ իմ կապերը շատ առանձնահատուկ են եղել։ Ես ուշ երեխա էի եւ ես մեծացել եմ իր ստվերի տակ։ Ու հա, իմ այսօրվա ձևավորված մոտեցումներում եւ կերպարում իր դերը ահռելի է։ Իհարկե կա մի բան, որ ես հիմա կոնֆլիկտի մեջ եմ իր հետ։ Ինչու՞։ Որովհետև ինքը մեծարում էր եւ խոսում էր նրանից, որ եւ իր բազմաթիվ աշխատանքներում դա կա, որ հայերը չեն ունեցել պետություն, բայց պետականություն միշտ ունեցել են եւ ես այդ թեզը ինքս կրկնել եմ, որ պետականությունը դա գիտակցությունն ու համակարգն է պետության եւ եթե անգամ պետական ապարատը չունես, պետական կառույցը չունես, բայց այդ մեխանիզմները պահպանում ես, եւ ես հիմա ցավալիորեն եւ ողբերգականորեն եկա այն եզրանկման, որ դա միակ հարցն էր, որտեղ հայրս թերևս չէր ճանաչում իր ժողովրդին եւ շատ ավելի պայծառ լույսի տակ էր տեսնում իրականությունը, քան կար, բայց պիտի հասկանանք, որ ինքը հենց այն շրջանի պրոդուկտ էր, որը այսպես ազգային մշակույթի գիտության վերելքի շրջան էր եւ ազգի փառաբանման շրջան էր։ Եվ ինքը չէր կարող հավատալ, որ այն խոշոր պատմությունը, որը ինքն էր ուսումնասիրում, եւ այն խոշոր գրական մշակույթը միջնադարյան, որի լավագույն ուսումնասիրումներից մեկը ինքն էր, կարող էր ստեղծվել մի պայմաններում, երբ այլ իրականություն կար։ Հիմա ես առավել այսպես այլ աշխարհում ապրելով եւ առավել հերվից հայացք նետելով այդ ամեն ինչի վրա, այլ կարծիքի եմ։ Սա իմ միակ կոնֆլիկտն է իմ հոր հետ։ Եվ նաև կոնֆլիկտ ունեմ, որ ինքը ինձ ձևավորեց որպես ազգայնական։ Ես օրինակ կուզենայի ազգայնական դրական առումով։ Ինքն է այդպեսի դաստիարակություն տվել։ Բնականաբար։ Ես իհարկե մի ուրիշ բան էլ կասեմ այս առումով։ Ես օրինակ կուզեի լինել բժիշկ, թքած ունենալ ամեն ինչի վրա եւ փող աշխատել հանգիստ։ Կամ կուզենայի լինել իրավաբան, թքած ունենալ ամեն ինչի վրա, ապուշ խոսել, ինչ որ դոգմատիկ քառակուսի բաներ արտահայտել, եթե լինեի հանրային կերպար իրավաբան ու լիք փող աշխատել։ Ու հանգիստ ապրել։ Բայց այդպեսին չեմ եւ չեմ կարող լինել։ Հետևաբար այն եմ ինչ կամ, հետևաբար պահում եմ այն ինչ կամ։ Իսկ ձևարման առումով հայրս, բայց նաեւ շատ տարօրինակ բան եմ ուզում ասել, ինձ հայ ազգայնական լինելը իմ մեջ ամրապնդել է կյանքը Նյու Յորքում։ Հատկապես հերյական համայնքում եւ այդ համայնքի հետ շատ սերտ շփումները Նյու Յորքի։ Այդ ո՞նց։ Այդպես, որովհետեւ ես ունեի օրինակ ընկերուհի, որը ինձ կարող էր գալ եւ ամոթանք տալ եւ ասել, գիտես, իմ ընկերուհիները գնացել էին Բաքու ռեստորան, Շիփսետ Բեյի վրա, որ Ադրբեջանից գնացած հրյաներն էին բացել եւ այնտեղ ասում է տեսել են հայերի։
Էս ով եք դուք ասում էր, որ կարող եք գնալ Բաքու ռեստորանում հաց ուտել։ Եվ գալիս էր ու պատմում էր ինչպես իր ընկերը մի ռեստորանում Թուրք Վարսաշյան դիվանագետի հետ կողք կողքի նստած են եղել, չեն իմացել որ Թուրքիայից է խոսել են եւ այլն, հրյա, Ուկրաինայի հրյա ընկերը եւ հենց իմացել է որ Թուրքիա դադարեցրել է խոսակցությունը եւ ասել է ես այդ խոսելու բան չունեմ։ Ինչի է Թուրքը հարցել է, ասել է որտեվ դուք ցեղասպան պետության ներկայացուցիչ եք։ Իսկ ես ընդհանրապես ցեղասպաներին չեմ ընդունում։ Նույնը իմ այդ նույն հրյա ընկերուհին ընդհանրապես որևէ կոնտակտ չէր ուզում ունենալ թուրքերի կամ ադրբեջանցիների հետ։ Բացարձակ չլինելով հայ, լինելով հրյա ազգայնական, լինելով սիոնիստ։ Ասում էր հայերի ցեղասպանություն արածների հետ ես որպես ցեղասպանություն տարածների սերունդ չեմ կարող շփվել։ Ինձ համար ես տեսել եմ հրյաների, որոնք Mercedes չեն քշում մինչև հիմա կամ BMW, BMW ինչպես անգլերենում է ասվում, որովհետև ասում են, որ այս ընկերությունները գերմանական ռայխին են սպասարկել ժամանակին։ Եվ դա քո մեջ եւ դու տեսնում ես իրենք ինչպես են պահում իրենց երկիրը, իրենց պատմական հայրենիքը, որտեղ շատերը անգամ չեն եղել, ինչպես են նվիրատվություններ ուղարկում։ Տեսնում ես ինչքան անզիջում են, ինչքան չեն ընդունում ապուշ ողջամտությունը այսպես կոչված, իրատեսությունը այսպես կոչված, ինչպես զրոյից ստեղծեցին հայրենիք գնացին առաջ, ինչպես իրենք իրար իրականում պահում եւ պաշտպանում ոչ թե իրար գցում, իրար թալանում, իրար վատաբանում, միայն իրար վատությունը անում, հատկապես Սփյուռքում։ Եվ դա ինձ բերեց նրան, որ ես իրեն սկսեցի ավելի եւ ավելի հարգել եւ հասկացա, որ եթե դու այս վիճակում ես, քո միակ ելքը այդպեսին լինելն է։ Իսկ ձեր համար խնդիր չի, որ հիմա Իսրայելն է պաղեստինցիների ցեղասպանություն անում Գազա սեկտորում։ Ես չգիտեմ ցեղասպանություն անում է, թե չի անում։ Ես չեմ ուզում գնահատական տալ, բայց ես գիտեմ մի բան, որ պաղեստինցիները եկվոր են, որ այդ երկիրը պաղեստինցիներինը չի։ Բա կանանցիները Այդ պաղեստինցիներ չեն։ Չէ։ Քանանցիներ չկան այսօր, կա Քանաանի տարածք, կան պաղեստինցիներ, որոնք քրիստոնյաներ են, դրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, բնիկներ են, բայց Գազայում այդպիսիք գրեթե չկան։ Մեկ, երկրորդ հերթին մեծ հաշվով այդ հողերը հրեական հողեր են։ Այդ հողերը պատմական մենք ասում ենք դա Ջուդեա եւ Սամարա պատմաբանները, դա Հուդեայի եւ Սամարայի պատմական հողեր են, դրանք հրեական պատմական հողեր են։ Եվ հրյաները հայերի պես չեն ասում, գիտեք ինչ կա, մենք ունենք 20 թվականի փետրվարի 24-ի թուղթ, որով ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունը միջազգայինորեն ներառյալ Արցախը։ Մենք ունենք Ուիլսոնի իրավարվեճեր, բայց թքել ենք այդ թղթերի վրա, դրանք զուգարանի թուղթ են, մենք չունենք այդ թղթերը։ Իրենք հայերի պես այդպիսի բան չեն ասում։ Իրենք ասում են, այ այս գյուղում, այս տարածքում մենք գտանք, այս այգուց մենք գտանք մի հատ սափոր, որի վրա եբրայերեն տառեր կա գրած, սա հրեական հող է։ Ինչքան էլ դա լինի Գազայի խորքում, ինչքան էլ դա լինի Արևմտյան ափի պաղեստինյան տարածքում։ Եվ իրենք փաստացիորեն փորձում են ազատագրել իրենց պատմական հողերը, վերադարձել են իրենց հողեր։ Հիմա ազատագրում են մնացած հողերը պաղեստինցիները, եկվորներ են, բայց դա կապ ունի, հիմա ապրում են, չէ՞։ Ինչ կապ ունի։ Հիմա Կարպիս ձեր վրա օրինակը բերեմ, մեկը գա ձեր տունը վերցնի ձեր ձեռքից, ձեզ նախ ուղարկի զուգարանում ապրելու ձեր բնակարանի, հետո ձեր հետույքին տա եւ ձեզ ընդհանրապես դուրս վռնդի։ Ու դուք գնաք փողոցներում քնեք մի 20 տարի։ Եվ ինքը այդ տունը վերանորոգի, գարաժ կառուցի Բաքում, գազ քաշի, ջուր քաշի։ Հիմա ինձ ասեք, 20 տարի հետո եթե դուք գնաք ոստիկանների օգնությամբ մտնեք տուն, իշխանություն փոխվի, օրինականություն հաստատվի, դա տեղի ունեցել ապօրինի պայմաններում։ Բռնեք վզներից դուրս գցեք, թեկուզ 4 հատ էլ երեխա լինի մանկահասակ տանը։ Դուք ապօրինի բան եք անում, թե իրենք են ապօրինի շարունակում զբաղեցնել։ Արդյոք 2000 տարվա օկուպացիան դարձնում է դա օրինական։ Ոչ, միջազգային իրավունքով էլ այդպես չի։ Ապօրինի օկուպացիան երբևէ չի դառնում օրինական։ Այ դա մենք չենք հասկանում, մենք չասեմ, մենք չասեմ։ Ես հասկանում եմ։ Դա այստեղ չեն հասկանում։ Լավ։ Հիմա ներողություն նույն ձևի։ Եթե Արցախը 2000 տարի հետո հայ չի լինելու։ 2 տարի հետո էլ դժվար։ Հուսանք կլինի, բայց դժվար։ Եթե 2000 տարի հետո պայմանականորեն հայերը գնան ազատագրելու, արդեն ապօրինի է լինելու, հա։
Այդ ոչինչ որ եկան, ցեղասպանեցին, մշակույթը ջնջեցին, ոչնչացրեցին։ Դե հասկանում եմ, հա, այս մարդկանց համար ապօրինի բան է դա։ Ինչ եկան քեզնից գրավեցին, տուր փեշքեշ ձեզ, իրենց սիրելի լեզվով ասած։ Փեշքեշ։ Տեսեք դուք քննադատում եք այ ժողովրդի հավաքական վարքագիծը, հրաշալի։ Բայց այդ նույն սովետի ժամանակ ստեղծվեց մարդու մի տեսակ, որ գնաց եւ ազատագրեց Արցախը, հաղթեց պատերազմը։ Բայց ես հենց դա էի ասում, Կարպիս, դուք ինձ կարծեք ուզում եք հակադրվել, բայց դուք հաստատում եք իմ ասածը։ Ես ասում եմ, որ այո, սովետական իմպերիայի շահերից ելնելով իրենք քաջալերում էին հայրենասիրություն, միաժամանակ մեղմ ձուլման քաղաքականություն էին տանում, Ստալինյան շրջանում կոշտ ձուլում էր, դրանից հետո մեղմ ձուլում էր, հետո արդեն այդ ձուլման քաղաքականությունը բնականon ընթացքի մեջ էին դրել, առանձնապես չէին էլ զբաղվում 70-ականներին, 80-ականներին, 60-ականների կեսից սկսած, բայց իրենց իմպերիալ, կայսերական, սովետական կայսրությունը ուժեղ պահելու համար իրենք հայրենասիրություն էին ներդնում, չէ, բայց չէ, հասկանալի է, մենք օբյեկտիվ վերլուծում ենք որպես մասնագետներ եւ չէին կարող ասել, գիտեք ինչ կա, դուք պիտի Մոսկվան սիրեք, բայց հայ ազգը եւ հայ պատմությունը պիտի ատեք, դուք ոչնչություն եք եղել, ձեր պատմությունը վատն է, իրենք այդպիսի ռոպագանդա չէին կարող տանել Մոսկվան, իրենք փառաբանում էին Մոսկվան իրենց ասելով հզոր մեծ ռուսական դուք գնահատում եք սովետի չէ ես չեմ գնահատում ես սովետի ոչ մի բանը չեմ կարող գնահատել ես օբյեկտիվ գնահատականներ եմ տալիս այն դրական գծերին եւ կետերին որոնք եղել են եւ ասում եմ այն ամբողջ բացասականը որը եղել է պետք չի փոկել կոնտեքստից այս ամեն ինչը կոնտեքստի մեջ է աշխատում հայ ժողովրդից որ պայծ գսած հիասթափեցիք ես չեմ հիասթափվել հայ ժողովրդից որ երբեմն նաեւ շատ ջղանացած չեք ուզում ձեզ ասոցացնեք Հա ես ոչ թե հիասթափվել եմ, այլ ես ինչ որ բաներ հասկացել եմ։ Որ պայծ սկսած հասկացաք։ Այդ պահը հիշում եմ ես, հավանաբար եթե չեմ սխալվում 2021 կամ 22 թվականներ ես Բարսելոնայում էի։ Եվ հենց այդ օրը COVID էի հիվանդանում, Փարիզից էի եկել, եւ հերոստացից էի նայում Հայաստանի լուրերը առաջին ալիքի եւ Նիկոլ Փաշինյանը խոսեց Բերձորը հանձնելու մասին։ Առաջին անգամ հայտարարեց, որ դե պիտի տան եւ այլն, հիմա կոնկրետ ձևակերպումը չեմ հիշում, այդպեսի մի բան էր։ Հա, իմ համար ցնցում էր այն առումով, որ ես այդ պահին եւ մեկ շաբաթ ու կես պարկած էի համարյա Բարսելոնայում ու այդ էի մտածում անընդհատ։ Այդ պահին ես հասկացա, որ չկա որևէ արձագանք այնուամենայնիվ։ Եթե նոյեմբերի 9-ից հետո չկար եւ հույս կար, որ կլինի, այդ պահից սկսած ես հասկացա, որ մի բան այն չի։ Որովհետև արձագանք չլինելը դա համաձայնության նշան է։ Չգործողությունը անգործություն է։ Դա հաճախ, ոչ միշտ, բայց հաճախ ամենաուժեղ գործողությունն է։ Եվ եթե դու անգործություն ես ցույց տալիս հայրենիքի հանձնման հարցում, չգործողություն, դու ամենաուժեղ մասնակցությունն ես ցուցաբերում այդ գործողությանը։ Տեսեք, եղել էր պատերազմ, մենք ջախջախիչ պարտություն էինք կրել, մարդիկ բարոյազրկվել էին, դրանից հետո էլ ինչ ակտիվություն էիք ակնկալում։ Եվ եղել է պատերազմ, եղել է ապստամբություն։ Բայց ի վերջո ակտիվություն արել են ընդդիմության բոլոր հավաքներին մասնակցել են։ Սուտ բաներ են, բացատրեմ։ Էլի բերեմ իմ սիրելի օրինակը։ Եղել է պատերազմ, եղել է ապստամբություն, եղել է սարսափելի ջարդ, ջախջախում, եղել է հայրենիքից վտարում 2000 տարով հрьяաների։ Երբ Հռոմը ամբողջությամբ գրավեց Ջուդեան եւ Սամարան, Հուդեան եւ Սամարան, երկու հրեական պետություններ։ Այո, եւ դե գաղութ էին, ապստամբությունը ճնշեց, ոչնչացրեցին, ջնջեցին, վտարեցին անգամ Երուսաղեմից, մայրաքաղաքից։ Ինչի չբարոյալքվեցին հрьяաները։ Բա ինչի 2000 տարի հայրենիքի գաղափարը պահեցին եւ հետ գնացին վերջում 2000 տարի այդ պահն էին փնտրում եւ 2000 տարի հետո այդ պահը եկավ։ Բա դա Ես այս մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, եթե դուք ինձանից ուշադիր եք կարդացել իմ ստատուսները, որի համար ես զգացված եմ, գրառումները, ապա պիտի հիշեք, որ ես այդ բառը օգտագործում եմ որպես արդեն տերմին, զզվելով այդ բառից, դա ատմասկա բառն է։ Դա հերթական մեր ատմասկան է։ Ատմասկաներից հարյուրավոր, հազարավոր ատմասկաներից մեկը։ Ինքնամաքրելու կեղծ փորձ։ Բա բարոյալքված էին։ Թող չբարոյալքվեին, Կարպիս։ Թող չբարոյալքվեին։ Եթե դու բարոյալքվում ես, դա արդեն բոլորովին այլ դաշտ է, դա այլ բան է խոսում քո մասին։ Եթե ազգը կամ ժողովուրդը կամ պետությունը կամ խումբ մարդկանց բարոյալքվում է, դա մեկ այլ երևույթի ցուցիչ է։ Դա արդարացում չի։ Դա բացատրություն 100 հատ կարող է տալ։ Մարդը կարող է իր երեխային ծեծելով հասցնել սպանության եւ հետո նստի ու բացատրություններ տա։ Պիտի ընդունվեն այդ բացատրությունները, իհարկե ոչ։ Այդ ատմասկաներ 100 հատ կարող է տալ։
բայց դրանք որևէ մեկը ընդունելի չի, չէ՞։ Շանս չունի մեր ժողովուրդը։ Ոչ։ Բա ինչի եք գալիս Հայաստան այդ դեպքում։ Ինչի խաչ չեք գալիս։ Ես Հայաստան չեմ գալիս, ես Հայաստանում եմ ցավոք սրտի։ Արդեն բավական երկար ժամանակ, այո, ճամփորդում եմ գնում գալիս եմ։ Էդ էլ թող իմ խնդիրը մնա, ես խնդիր ունեմ ինքս իմ հետ։ Ես խնդիր ունեմ որոշ հարցեր մասնավոր կյանքում լուծելու, անձնական չէ, մասնավոր կյանքում լուծելու։ Դրանց վրա եմ աշխատում։ Որոշակի բաներ կան, որոնք շատ այսպես մասնավոր են։ Այնպես չի, որ ես այլևս որևէ հույս ունեմ այս երկրի հետ կապված կամ ես մտածում եմ, որ ես լավագույն ցանկության դեպքում կարողանալու եմ այստեղ շարունակել ապրել, չէ։ Ես խորապես համոզված եմ եւ չունեմ որևէ կասկած, որ ողբերգականորեն, անընդունելիորեն, ցավալիորեն, բայց այդպես է լինելու, որ այստեղ հայ չի մնալու կամ պայմանական ասված հայ չի մնալու, ամեն դեպքում ինձ համար այստեղ ֆիզիկապես մնալը դառնալու է անհնար, որովհետև եթե շատ ուզենամ էլ ինձ չեն թողնել։ Ինչ եք խոսում։ Ոչ թե հայկական իշխանությունը, այլ նոր իշխանությունները, որոնք չեն լինելու հայկական։ Ասեցի կարգի սկզբում, որովհետև մեկը պիտի ասի։ Պիտի լինի մեկը, որ ասի, այդ մեկը ես եմ։ Եթե դուք նկատել եք, այս հասարակության մեջ որևէ մեկը մինչև վերջ բացարձակ ճշմարտություն չի ասում։ Անկամ այն մարդիկ, ում ես երբևէ համարել եմ շատ ճշմարտախոս։ Յուրաքանչյուրը ինչ որ մանր նեղ ինչ որ մի շահի վրա կանգ է առնում։ Ինչ է լինելու հայերի հետ, ուր են գնալու ստեղից։ Չգիտեմ ուր են գնալու, Սարատով, Գլենդել, Վլադիվոստոկ, չէ, Գլենդել արդեն հիմա դժվար է, քանի Տրամպը կա, հետո կարող է, հա։ Մեքսիկա, չգիտեմ, Հոլանդիա, Ավստրալիա, եթե հասնեն։ Ես չգիտեմ ուր կգնան, ուր ուզում են գնալ։ Ինչի համար այդ պատիժը։ Այդ պատիժ տվողը ես չեմ, այդ պատիժը սեփական ընտրության, սեփական գործողությունների հետևողականության, սեփական դա կանխելու որևէ տարբերակ չկա։ Հայացքների, կարծես տեսեք, տեսականորեն կա, բայց ես ասում եմ չկա, որտեղ գործնականում չկա։ Տեսականորեն կա, հա։ Տեսական։ Հա, դուք վստահ եմ կարդացել եք Պլատոնի Ռեսպուբլիկան, Հանրապետությունը եւ գիտեք, որ հիմնական առանցքներից մեկը դա իմաստուն թագավորի ինստիտուտն է Պլատոնի առաջարկած կամ ներկայացրած ավելի շուտ։ Եթե հայտնվի մի իմաստուն թագավոր, որ բացառիկ ազգային մտածողություն ունի, բացառիկ պետական մտածողություն ունի, գավառական, գեղական, քրչոտ ողորմելի, կեղծ իրապաշտական մտածողություն չունի, ունի երազելու կարողություն, ունի անհնարինին հասնելու ռոմանտիզմ, որը ծաղրում են հայերը, բայց Պլատոնից խոսեցինք, որը շատ կարևոր, ավարտեմ, որը շատ կարևոր քաղաքական կատեգորիա է, քաղաքական ռոմանտիզմը նպատակների առումով, ոչ թե ապուշությունների երազելու, բայց անհասանելին հասանելի դարձնելու մղում ունենալու, որը արևմուտքը իրապես կճանաչի, ոչ թե այնտեղ մի երկու տարի սովորած կլինի, հետեկած կլինի կամ երեսը քերած կլինի կամ չգիտեմ վիզերով թռած կլինի այստեղ այնտեղ վիկենդերին հետեկած փողեր ծախսած ու մտածի, որ ինքը արևմուտքը գիտի, չէ, մարդ, որը իրապես գիտի, թե արևմուտքի քաղաքական համակարգը ինչպես է աշխատում, արևմուտքի պատմությունը, այդպիսի մարդ եթե լինի, եւ այդ մարդը գա եւ մեղմ ասած շատ ամուր բռունցքով կառավարի, այդ մարդը չկա։ Ասում եք չկա։ Լավ, եթե Պլատոնի Ռեսպուբլիկան չէ, կա, ասենք կարող է տեսականորեն ես լինեի, բայց հիմա ես ասեմ կասեն ինքնասիրարված մանյակ է, բայց ես գիտեմ ինչ է պետք այս վիճակից դուրս գալու համար, դրա համար տեսականորեն եմ ասում, բայց չէ, այդ մարդը չկա։ Դրական օրինակ բերեցիք Պլատոնի Ռեսպուբլիկան եւ այնտեղ դրական չասեցի, դրական չասեցի։ Բայց ասեցի որպես օրինակ։ Շատ հետազոտողներ, օրինակ Կարլ Պոպերը, որին վստահաբար գիտեք, ժամանակակից խոսքը 20-րդ դարի մասին ավելի շատ ամբողջատիրությունների հիմքում տեսնում է Պլատոնի եւ Պլատոնի աշխատությունները եւ սովետի եւ նացիստական Գերմանիայի։ Ես դրա համար չբերեցի օրինակ, բայց պիտի նաեւ հասկանանք, որ կյանքը ցույց է տալիս, որ չկա որևէ քաղաքական մոդել, որը չի կոռումպացվում, կոռուպցիան նկատի չունեմ կաշառք առումով, որը ինչ որ մի պահի չի փչանում։ Չկա այդպիսի քաղաքական մոդել եւ չկա այդպիսի ցիկլ, որը անվերջ լինի։ Այսինքն մեզ իմաստուն, փիլիսոփա, իմաստասեր այս պահին այս աղետից փրկվելու համար եւ առաջիկա 100-200 տարում լինելու համար, այո, իմաստուն, փիլիսոփա, շատ զորեղ, շատ կամային, չափազանց ազգայնական, ոչ շովինիստ, ոչ շովինիզմը ամեն կերպ պետք է մերժել։ Նացիզմը աններելի եւ անթույլատրելի, անհանդուրժելի մի բան է։ Այսինքն Մուսոլինի ռեժիմի պես ռեժիմ է։ Չէ, դուք անընդհատ ուզում եք այնպես անեք, որ ինձ իբր թե մղեք թակարդ եւ ես հիմարություն դուրս տամ, չէ, կարպիս։ Մուսոլինիի պես չպիտի լինի։ Մուսոլինին հիմար մարդ էր, ապուշ շիզոֆրենիկ դիկտատոր էր եւ այս շիզոֆրենիկը ես ասում եմ զուտ հիվանդության առումով նաեւ շիզոֆրենիա ուներ։ Իմիջայլոց այսօր եթե չեմ սխալվում բրիտանական Channel 4-ով
վավերագրական ֆիլմ է դուրս գալիս, որտեղ իմ լավ բարեկամ Թուրի Քինգը, որ աշխարհի ամենախոշոր պատմական գենետիկայի մասնագետն է, բացահայտում է այն բացառիկ հետազոտությունը, որ ինքը կատարել է Հիտլերի ԴՆԹ-ի վրա։ Եվ սա գաղտնի էր պահում երկար ժամանակ եւ հիմա արդեն ամբողջ համաշխարհային մամուլը գրում է Թուրի Քինգի այդ հայտնագործության մասին, պարզվում է, որ Հիտլերը ունեցել է շիզոֆրենիա։ Եվ Հիտլերը նաև սեռական խնդիրներ է ունեցել։ Մնացածը կարող եք իմանալ ինչպիսի խնդիրներ։ Եվ այդ մարդկանց օրինակ բերել, մարդիկ, որոնք ոչ միայն հրեշ էին, այլև հոգեկան լուրջ խանգարում են ունեցել։ Դրական օրինակ բերենք Չիլի։ Չի կարելի։ Չիլի ինչ Չիլի։ Չիլին տարբեր շրջաններ է ունեցել։ Ալենդեի շրջան, Պինոչետի շրջան, հետ Պինոչետյան շրջան։ Էլի ձեր ասած ուժեղ ձեռքն է, իմաստուն առաջ։ Չէ, որովհետև համեմատական չի, որովհետև Պինոչետից առաջ Սալվադորե Ալենդեն էր, որը մինչև իր մահվան պահը գրեթե նորմալ կառավարիչ էր, լավ մարդ էր, բարոյական բարձր արժեքներ ուներ, բայց երկիրը տանում էր դեպի հավանաբար աղետ։ Հավանաբար աղետ։ Եվ այնպես չի, որ Պինոչետը եկավ աղետի ընթացքում ինչ-որ բան փոխեց։ Այսինքն այստեղ վիճելի շատ բան կա։ Եվ Պինոչետի մեթոդները նույնպես շատ պրոբլեմատիկ էին մեղմ ասած։ Այսինքն զանգվածաբար ոչնչացնում էր մարդկանց։ Այն, որ Պինոչետը ուներ նաև դրական կողմ կառավարման մեջ, որով ինքը երկիրը ոտքի կանգնեցրեց, դա այլ խնդիր է, ինքը ստաբիլացրեց, կայունացրեց Չիլին։ Եվ արեց մի բան, որը Լատինական Ամերիկայում շատ եզակի է։ Այսօր Չիլին Լատինական Ամերիկայի ամենաառաջավոր տնտեսությունն է եւ ամենակայուն երկիրն է ըստ էության։ Եթե չհաշվենք փողոցային կրիմինալ բաները, այսինքն փոքր ինչ-որ դեպքերը, անգամ քրեական միջավայրը բավական բնակչություն է մեր երկրի, ախտահարված է տարբեր հիվանդություններով, ախտերով։ Այդ իմաստուն առաջնորդել ինչ պետք անի, տապալվելու է։ Չէ։ Չէ, չի ինչի պետք է ձևավորի դիկտատուրա եւ մարդկանց դատապարտի հարկադրական կրթության։ Չէ, դա կարելի անել նաև առանց դիկտատուրայի, բայց չափազանց խիստ օրինական եւ մարդկային մեթոդներով։ Ժողովրդավարական գործիքներով ամենակարևորը։ Ժողովրդավարության հասկացությունը բավական ճկուն հասկացություն է։ Ժողովրդավարական հասկացությունը բավական ճկուն հասկացություն է։ Հիմա դուք այդ հասկացությունը ինչքան կարող եք ճգել։ Շատ։ Մինչև այն պահը, որտեղ արդեն կարող է չդառնալ ժողովրդավարություն եւ այդտեղ կկանգնի։ Այդտեղ պիտի կանգնի, այդտեղ պիտի կանգ լինի, որպեսզի չանցնես հակաժողովրդավարականի։ Բայց առավելագույն ինչքան թույլ է տալիս այդ ճկունությունը, պիտի այդ ճկունությունը օգտագործել։ Բայց մենք խոսում ենք մի բան, որը չի լինելու։ Մենք խոսում ենք օդի մեջ, մենք հիմա կրակում ենք օդի մեջ։ Իրականությունը այն է, ինչ լինելու է։ Իսկ լինելու է անխուսափելին։ Ես ի տարբերություն ձեզ դեռևս հույս ունեմ։ Դուք միակը չեք վարպիս։ Դուք 3 միլիոնից մեկն եք այդ առումով։ Ես չեմ ուզում իմ երկիրը կործանել։ Իսկ ես ուզում եմ։ Դուք էլ չեք ուզում։ Ես առավել քան որևէ մեկը չեմ ուզում, բայց ես առավել քան որևէ մեկը եւ գիտեք շատ մեծամիտ խոսքեր են ստացվում։ Շատ այսպես ինքնասիրահարված, ինձ էլ միշտ ես պակաս չեմ ունեցել դրա մեջ մեղադրվելուց։ Թող մեղադրեն։ Հա, թող մեղադրեն, դրա համար հանգիստ եմ, էլի թքացում եմ, մեղադրում են թե չէ, բայց ասեմ։ Ողբերգական է, իրոք լացելու բան է, այսպես ասեմ, ավելի པարզ եւ ավելի բնորոշող, որ այս ինչ են ասում 10 միլիոն են ասում, լավ, թող լինի 5 միլիոնանոց ազգի մեջ ամբողջ աշխարհով, այսպես կոչված սփյուռքն էլ մեջը։ Մենք չունենք մի հոգի, որը ամբողջ իրականությունը տեսնի։ Կան, լավ, կա, ասենք մի հոգի կա կամ երկու հոգի կա, հա, դուք։ Մեկը ես եմ, անուններ տամ։ Հա, տվեք էլի։ Մյուսը իմ լավ ընկեր Ալեքսանդր Քանանյանն է, որը ապրում էր Քարվաճարում, հայտնի, որը աննկարագրելի հայրենասեր մարդ է, որն ապրում էր Քարվաճարում, կորցրեց իր ամեն ինչը, հիմա Կապանում թշնամու դիրքի դիմաց է ապրում։ Եվ մյուսը, որ պատկերացնում եւ տեսնում է հստակ, Լեսթերում բնակվող Մեծ Բրիտանիայում, ելի իմ ընկեր Էդուարդ Աբրամյանն է։ Եվ բավական շատ բան քաղաքական ասպեկտը հանած, իհարկե, որտեղ քաղաքական կողմի մասին չեմ ուզում խոսել, այդտեղ անհամաձայնություններ կան, եւ իրավիճակը որոշը ոչ ինպես, իհարկե, որտեղ եւ ոչ Քանանյանի կամ Աբրամյանի պես, բայց այնուամենայնիվ յուրովի բավական լավ լուծումները պատկերացնում է Արա Պապյանը։ Օրինակ դուք ինչի քաղաքական պատասխանատվություն չեք վերցնում, քաղաքական պայքար նախաձեռնեք եւ փորձեք։ Այդ ո՞րն է կարծես քաղաքական պատասխանատվություն։ Մտնեք քաղաքականության մեջ։ Ես մտել եի, ես դուրս եմ եկել։
Նորից հիմա Ինչ անեմ Կարպիս։ ստեղծեք քաղաքական ուժ, համախմբեք համախոհների, որոնք շատ են։ Առաջինը փողը կտակ, Եթե լինի գործողություն, փողը միշտ ճարվում է։ Հայկական բուրժուազիան կտա, այսինքն պիտի բուրժուազիայի տակ մտնեմ, իսկ այդ բուրժուազիան ով է։ Եվրամիությունը կտա։ Չէ, Եվրամիությունը չի տա Կարպիս, այդ միֆերը թողեք։ Ով կտա փողը։ 1, երկրորդ հերթին Դոն Կիխոտ աշխատելու համար, միայնակ հողմաղացների դեմ կռվելու համար։ Պիտի քո մեսիջի հետևից գան, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը Դոն Կիխոտ էր։ Միայնակ հաղթեց բոլորին։ Հա։ Օ, Հա, չէ՞։ հա, միայնակ։ Բայց մարդկանց մոբիլիզացրեց, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը մոբիլիզացրեց։ Հա։ Ով մոբիլիզացրեց, բա։ FSB-ն չկար դրանում, ինձ հետաքրքիր է, կար թե չկար, չգիտեմ, հա, ինչ է կարծում։ Ամեն դեպքում այն ժամանակ դուք այդպես չէիք Այ կարծում։ իհարկե, ես այն ժամանակ ողջունում էիք։ բազում ապուշություններ էի կարծում շատ բաների մասին։ Հիմա այդպես չեմ կարծում, բայց հարցնում եմ ոնց է եղել, ես չգիտեմ, դուք տեղյակ եք։ Դրանք կգանք, բայց հիմա խոսքը FSB-ն կգա ինձ օգնելու, հա։ Ես չգիտեմ FSB-ն կար թե չկար, բայց թող FSB-ն չլինի, թող ՑՌ-ն լինի։ Թող թուրքական հատուկ ծառայություններ լինեն։ Թող ՑՌ-ն լինի, ԿՀՎ-ն լինի։ Ցավոք սրտի ՑՌ-ն չի լինի։ Բայց կուզեիք ԿՀՎ-ն լիներ։ Միանշանակ։ Բայց ինչ տարբերություն կա ԿԳԲ-ի եւ ԿՀՎ-ի միջեւ։ Տարբերություն չկա ձեր համար։ Չէ, ձեզ եմ հարցնում։ Ես չգիտեմ, այս բան կա թե չկա։ Կարպիս ԿԳԲ-ն Հայաստանը եւ ԿԳԲ պայմանականորեն ենք ասում հասկանալով Ռուսաստանը հուսով եմ։ FSB ասենք, Ռուսաստանը։ Չէ, հասկանալով Ռուսաստանը։ Հայաստանը դիտարկում է որպես մանրադրամ իր գրպանում։ Ինքը պիտի այդ դրամը ունենա, որ տեղն եկած ժամանակ զուտ, մաքուր, գրական հայերենով ասած Խուրդի Հայաստանին, թողեք ավարտեմ։ Խուրդի Հայաստանին իր առևտրային գործընկեր Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա։ Ինչը եւ արել է ԿՀՎ-ն։ ԿՀՎ-ն, որը ԿՀՎ-ել չի ճիշտ ասած, ԿՀԳ է, կենտրոնական հետախուզական գործակալություն, որտեղ agency-ին գործակալություն է, ոչ թե վարչություն, այդ ռուսերենից են թարգմանել, բայց այսպես ասեմ, CIA-ը դա մի կառույց է, որը հիմա ընդհանրապես այդպիսի բաներով չի զբաղվում, իսկ Միացյալ Նահանգների մասին եթե խոսում ենք, Միացյալ Նահանգները իր որևէ դաշնակցի որպես մանրադրամ չի դիտարկում քաղաքականության միջազգային քաղաքականության մոտեցում, բայց թողեք ավարտեմ։ Ես դաշնակից չեմ կարելի, ես ամերիկացի եմ Կարպիս։ Ես ամերիկյան քաղաքացի եմ, ես դաշնակից չեմ կարող լինել։ Ես ինքս ամերիկացի եմ։ Հայկական process-ներում քաղաքական։ Մի րոպես հեքիաթը քանի որ խոսում ենք, այս բանը ֆիկցիոնալ տեսական դաշտում Ուզում ձեզ պատկերացնենք քաղաքականության մեջ։ Ես հիմա կասեմ, դուք չեք ուզում որ ես լինեմ քաղաքականության մեջ, բայց ընդունեմ թե ուզում եք եւ կպատասխանեմ։ Միացյալ Նահանգները Ռուսաստանից ունի արմատապես տարբերվող միջազգային գործընկերության մասին պատկերացումներ եւ մոտեցումներ։ Ուզում է Բայդենը լինի, ուզում է Թրամփը լինի, ուզում է Գևին Նյուսոմը լինի Ամերիկայի նախագահ։ Այդ մոտեցումները չեն փոխվում եւ չեն փոխվելու։ Դա հետեւյալն է։ Ասեցի Ռուսաստանը իր դաշնակիցներին որպես ժամանակավոր է դիտարկում։ Տեսակ Ասադին ինչ արեց։ Տեսակ մնացած բոլոր դաշնակիցների հետ ինչպես է վարվում։ Հարմար պահի փողը տվեցին, իր կարճաժամկետ շահերին համապատասխան դրա համար Ռուսաստանը չունի պետական մտածողություն որպես պետություն։ Ինքը ունի նվաճողական, ժամանակավոր կայսերության հոգեբանություն, թալանի բանի։ Հայաստանին վաճառեց հիմա։ Միացյալ Նահանգները մտածում է, որ իր ուժը, ուժեղ դաշնակիցներ ունենալու մեջ է, ոչ թե դաշնակիցներին ծախելու, կարճաժամկետ բաներ ունենալու։ Պատահական չի, որ դաշնակից չասեմ, սեփական տարածքը, օրինակ Ալյասկան, Ռուսաստանը վաճառեց Ամերիկային, ով էր գնորդը Ամերիկան։ Մոտեցումների տարբերություն կա, չէ՞, հող է վաճառել։ Եվ դրա համար ԱՄՆ-ի դաշնակիցը Թուրքիան է, որտեղ ուժեղ դաշնակիցը։ ԱՄՆ-ի դաշնակիցը Թուրքիան չի։ Թուրքիան դաշնակիցը։ Իմիջայլոց, չէ, դա բան է, այդ Տեր Պետրոսյանն, չգիտեմ, Քոչարյանն, սերժական բաներ են, էլի, տենց տեսություններ են։ Բայց ՆԱՏՕ-ի դաշնակիցներ չեն ՆԱՏՕ-ի։ Չէ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են։ Հունաստանն էլ է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ։ Ինչի՞ չեք ասում։ Երբ որ Հունաստանը եւ Թուրքիան կատարյալ եւ կատաղի թշնամիներ են։ Բա ինչի՞ չեք ասում։ Բայց ոնց որ ՆԱՏՕ-ի կոնտեքստում ՆԱՏՕ-ի կոնտեքստում Հունաստանը այնպիսի դաշնակից է Թուրքիային, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, բասեք։ Հիմա այդ բանը էլի cherry picking է կոչվում, այսինքն դառնալը նրանց մեջ կոնֆլիկտը մեղմացրեց եւ տակ կոնֆլիկտ չկա, նրանք չեն պատրաստվում կոնֆլիկտ այսպես թե այնպես չէր լինելու, չեն պատրաստվում, չեն պատերազմում, որովհետեւ Հունաստանի վրա հարձակվելը Թուրքիայի կողմից նշանակելու է ՆԱՏՕ-ի մի անդամ պետության կողմից մյուս անդամ բոլոր պետությունների վրա հարձակվել։ Դնում եք ՆԱՏՕ-ն ինչ դրական դեր է խաղում։ Բայց ես ասում եմ բացական։ Չէ։ Այդ այլոք են ասում բացական։ Մի րոպե, բայց հարցերին չեք թողում ավարտեք։ Ավարտեք։ Ամերիկայի մոտեցումը դա է։
Իմ դաշնակից ինչքան ուժեղ լինի, իսկ Թուրքիային շատ անվստահությամբ են մոտենում Միացյալ Նահանգներում, իրականում, այս վարչակազմի օրոք մի քիչ ուրիշ է, բայց ընդհանրապես ինստիտուցիոնալ մոտեցումը Թուրքիային շատ զգուշ է։ Բայց այո, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է եւ դարձել է ի հակակշիռ Սովետական Միության, Միացյալ Նահանգները ընդունել է Թուրքիային ՆԱՏՕ, ինչ անեն, ասեն վերկած գնա, այսինքն լրիվ կցեն Ռուսաստանին, դառնա Ռուսաստանի դաշնակից ռազմական։ Այսինքն դառնա ամբողջությամբ անվերահսկելի Միացյալ Նահանգների համար ճիշտ են անում, որ պահում են դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների Թուրքիային, բայց դա նոմինալ դաշնակցություն է Թուրքիայի վրա, որևէ մեկը հույս չի կարող դնել։ Եզրակացությունն է, որ դες քաղաքականության մեջ չսպասենք։ Ոչ, որովհետև անիմաստ եւ անհեթեթ է այս ժամանակ եւ ամեն ինչ որոշված է։ Դե Բևերից ինչի համար։ Սա էլ ասեմ եւ Բևերին էլ անդրադառնանք, Հայաստանի քաղաքական դաշտը իմ համոզմամբ, տաստված ես սխալվեմ, բայց չեմ կարծում, որ սխալվում եմ, ամբողջությամբ կառավարվում է Բաքվից, Անկարայից եւ Մոսկվայից։ Այս դաշտում որևէ մեկը, ով ինպես անկախ է, խոսում է բացարձակ ճշմարտությունը, որ Բրյուսելներ ասեիք ավելի արդար Բրյուսելից էլ է կառավարվում։ Իզե ինչ թվում է, հա։ Հա, ձեզ սխալ է թվում կարպիս։ Բայց այս իրավիճակում անհնար է որևէ բան անել, չլինելով Այսինքն ապուշ։ ուզուրպացրել են դաշտը եւ տեղ Չեն չկա։ ուզուրպացրել, ուզուրպացնում են, երբ որ կա անդիմություն եւ գալիս գրավում են, ուզուրպացիան դա է, ապօրինի գրավում են։ Բայց հայ ժողովուրդը գնացել կապիտուլյացիայից հետո ընտրել է Երեք ուժի։ այդ ուժային կենտրոնների հետ, չէ, այդ ուժային կենտրոնների հետ մեղմ ասած համագործակցող Նիկոլ Փաշինյանի ռեժիմին վերընտրել է։ Հիմա պահում է իշխանության եւ ելի վերընտրելու է։ Ուզուրպացիան որտեղ է այստեղ։ Հայ ժողովուրդը ընդունել է այդ իրավիճակը։ Կարող չի ընդունել։ Բերեք օրինակ, որ չի ընդունել։ Լավ, գանք Բևերին։ Բևերից։ Բևերի ամենա հայտնի, ամենա շատ երևացող, ամենաինտելեկտուալ ներկայացուցիչներից մեկն է, ինչ եղավ։ Ամեն ինչ լավ էր։ Ես մասին առիթ ունեցել եմ խոսելու, ինձ համար այդ էջը փակ է, հնացած է, անցած է, արդեն հետաքրքիրել չի ընդհանրապես, քանի որ որովհետեւ ոնց որ Բևերի համար անընդունելի էին ձեր մոտեցումները հայ ժողովրդի, բացարձակ ծայրահեղական։ դա ծխածածկույթներից մեկն էր։ Ինչ ծայրահեղական, ինչ հայ ժողովրդի հանդեպ մի մոտեցումները ինչ են։ Դե կարող շատերի համար ծայրահեղական թվալ այդ թվում եւ Բևերի ներկայացուցիչների։ Խնդիրն նրանում է, որ ես հիասթափվեցի։ Ինչի։ Այդպես ինչ որ բաներ սկսեցի տեսնել, հասկանալ, ականատես լինել եւ ոչ միայն ականատես լինել եւ հասկացա, որ ես չեմ ուզում լինել այդ խմբի մեջ։ Դրանք մանրուքներ էին, Չէ, որ դες հիասթափեցրել են, թե ռազմավարական հարցեր։ չէ, մանրուքներ չէին, կարևոր բաներ էին ինձ համար։ Ինձ համար սկզբունքային խնդիրները եւ խոսքը չի վերաբերում միայն քաղաքական սկզբունքներին։ Վարքագծային, մոտեցումային, բարոյական խնդիրները անչափ կարևոր են։ Ում վարքագիծն ա եղել անթույլատրել։ Ժիրար Սեֆիլյանի, Գարեգին Չուքազյանի։ Չեմ ուզում ասել, Կարպիս։ Դա բաներ են, որոնք անցել են եւ նախկին գործընկերներ են։ Ես գիտեմ, որ այնտեղ մարդիկ կան, որոնք եթե ես վաղը մեռնեմ շատ կուրախանան ղեկավարության մեջ, բայց ես չեմ ուզում իջնել եւ բան անուններ տալ, ինչ-որ դեպքեր պատմել, բան դրա կարիքը չկա հիմա։ Հիմա գոնե չկա էլի։ Իմաստն էլ չկա։ Բայց Արապապյանի հետ ոնց Այսօր Բևերը ըստ էության, չէ, Արապապյանի հետ ցավոք սրտի կապեր չեմ պահում։ Բարևում ենք, եթե հանդիպում ենք ջերմ, ես իրեն հարգում եմ, շարունակում եմ հարգել որպես գիտնական, իր քաղաքական գործունեությունը, ճիշտ ասած, արդեն չեմ հասկանում, բայց քանի որ բազմաթիվ գաղափարներ շարունակում կիսել իր հետ, այսինքն ես այդտեղ խնդիր չունեմ։ Բայց Բևերն իրականում այսօր չկա էլ։ Մարգինալացվել է, հա։ Այդ մարգինալ բառն էլ միշտ հատուկ բանով են, կոնոտացիայով են ասում, չգիտեմ մարգինալացվել է թե չէ, բայց այդ ուժը այսօր հաճախ ինքնավարկաբեկված է, հաճախ վարկաբեկված է, այդտեղ ցավալի բան կա, որ ներկայացնում էր այդ ուժը կարևոր գաղափարախոսություն էր եւ է։ Ես այստեղ կարող եմ դավադրության տեսությունների մեջ մտնել, կասկածներ արտահայտել, բայց ես դա չեմ անի, բայց քանի որ այդ ուժը արդեն ըստ էության չկա էլ, չգիտեմ ինքնա չեզոքացվել է, թե այդպես է ստացվել։ Դրա մասին խոսելը իմաստ չունի, էլի։ Նույնիսկ ուզում գալ նախնական թեմային։ Օրինակ դուք ունեք բոլոր հնարավորությունները գիտությամբ զբաղվելու։ Միտք, լեզուների իմացություն, նպաստող ընտանիք, ինչու չգնացի գիտության ճանապարհով։ Սորբոնում կրթություն, ֆրանսերենի իմացություն, անգլերենի իմացություն եւ այլն։
Ես մի խնդրեմ ունեի, ես մի քիչ ավելի գործնական, մի քիչ ավելի աշխարհիկ երիտասարդ էի։ Եվ ինձ ավելի շատ ձգում էր քաղաքականությունը։ Հայրս նաև քաղաքական դեմք էր, թեև ինքը այդ առումով չէր երևում, բայց ինքը լուրջ հրապարակախոսությամբ էր զբաղվում, ուներ քաղաքական բավական լուրջ ազդեցություն, կուլիսային, բայց ես չեմ հիշում որևէ քաղաքական գործիչ, որն իրեն չհարգեր եւ հայրս չունենար ազդեցություն այդ մարդկանց վրա, եւ ինքը դա անում էր որպես գիտնական, որպես հարգված մարդ լինելով, բայց ես մեծացել եմ այդ միջավայրում եւ հավանաբար քաղաքական ընտանիք լինելով, որովհետեւ պապիս հայրը Գրիգորը եղել է քերու դաշնակիցը, ռազմընկերը եւ քերու արշավանքներից մեկի ժամանակ զոհվել է։ Այստեղ մարդկանց ուզում հիշեցնել, որ ֆիդայապետ քերրի մասին է խոսքը, այլ ոչ թե ինչ-որ մեկի քերրի։ Այո, դե բայց էլի միևնույն է, շատերը կպատկերացնեն ինչ-որ մեկի քերրի եւ հորեղբայր։ Այդ է։ Եվ ռազմական ընտանիք է եղել, պապը, ինչպես ասի Մարտիրոսը, եղել է կառավարիչը, այդ տարածաշրջանի Մանասկերտի հատված մինչև, եւ ընտանիքի ազգանունն էլ, ինչպես ասի, էլի այդպիսին է, այդ հին ազգանունը։ Եվ այդ բանով քաղաքականությունը իմ արյան մեջ էր, ես ենթադրում եմ, որտեվ ես հիմա էլ զզված լինելով, դուրս եկած լինելով քաղաքականությունից, սա իմ տարերքն է։ Ես օր չկա, որ հիմա Հայաստանի քաղաքականությամբ չեմ զբաղվում, որտեվ Հայաստանում չկա քաղաքականություն, չեմ էլ շատ հետաքրքրվում, բայց օր չկա, որ ես միջազգային քաղաքականությամբ չհետաքրքրվեմ։ Ես տանը նայում եմ միայն ամերիկյան եւ բրիտանական եւ ֆրանսիական ալիքներ, եւ բոլորը քաղաքական ալիքներ։ Եթե գիտությամբ զբաղվեի, զուտ գիտությամբ, ես միշտ նպատակ ունեի պրակտիկ ինչ-որ հետք թողնելու եւ նաեւ այդ հիմա ռոմանտիզմով էր, որ ես մի քանի տարի առաջ եկա Հայաստան, որ իբրև թե շորթին իբրև թե արտնասեմ, ես մտածում էի քնած է, չգիտեի որ չկա, տեղում չի, բացակա է։ Սրանք են պատճառները, որ ես գնացի առավել պրակտիկ ուղղությամբ եւ գնացի սովորեցի քաղաքագիտություն, խորացա ինքսին վրա աշխատեցի։ Որպես գիտնական հիմա ճիշտն ասած սկսել է ինձ ձգել էլի եւ որոշ բաներ եմ մտածում գիտական գիտության ոլորտում։ Չէ, պատմագիտական, որոշակի պրոյեկտներ, փոքր ինչ-որ բաներ անելու, բայց քաղաքականությունից, քաղաքագիտությունից ես առավել եւս հիմա դժվար թե հեռանամ։ Դե պետք է արշակունի շրջանը շատ վատ է, շատ թույլ է հետազոտված, կարող եք դուք անցնել։ Գուցե, բայց դրա համար խորքային լուրջ գործ անելու համար պիտի շատ ժամանակ տրամադրես։ Ես կարծում եմ դրա արմատները հայրս գցել է հայագիտության մեջ, որտեղ արշակունիների լավագույն ուսումնասիրողը ինքն է։ Պատմաբանասիրականում իր 3 հոդվածներից բաղկացած շարքը կա, կարծեմ 70-ականներին հրապարակված, որտեղ ինքը այդ ամբողջ շրջանին անդրադառնում է։ Իմիջիայլոց պետք է ասեմ, որ ինքը միակն է, ով շտկել է Պարսից արքաների, Էթում եւ Սասանյանների, Նյոլդեքեի եւ Բիքերմանի կողմից կազմված ցանկերը։ Այսինքն ինքը համաշխարհային մեծության գիտնականների, իրանագետների կազմած թագավորական ցանկերը ճշտել է, ճշգրտել է եւ դա ընդունված է գիտության մեջ հիմա համաշխարհային։ Այդ առումով այո, արշակունիների շրջանում ամենամեծ գործ կատարածը թերևս ինքն է։ Բայց պետք է շարունակել։ Հա, իհարկե պետք է շարունակել։ Հիմա մանավանդ բավական նոր բաներ են բարձվում։ Ես մի քանի օր առաջ մի թեմայով եմ հետաքրքրված եւ դա էի փորձում փորփրել եւ հանկարծ համացանցում բրիտանական եւ ամերիկյան աղբյուրներում մի հայտնագործություն արեցի, որի մասին երևի հոդված կգրեմ, որ ֆանտաստիկ բացահայտում էր եւ ուղղակի կապ ունի Հայաստանի պատմության հետ եւ որևէ մեկ այդ մասին չի մտածել եւ այդ կապը չի տեսել։ Չէ, ավելի լավ է հրապարակի հետ։ Կլինի որ գրեք, քանի լեզու գիտեք դուք։ Երևի թե կարելի ասել 5, որտեղ մեկը այդ 5-ից пассив է հիմա, շատ երկար ժամանակ ուղղակի չեմ կիրառել, բայց պրակտիկայի խնդիր է։ Ֆրանսերեն, անգլերեն, հայերեն, ասեմ որ այն քչերից եմ, որ գիտի հայերեն, այն քիչ հայերից եմ, որ գիտի հայերեն։ Այդ զգում ենք։ Բանասերի որդի եք։ Դե հայրս կրթությամբ էր բանասեր, ինքը հիմնականում պատմաբան էր։ Դե իհարկե բացառիկ գրաբարի մասնագետ էր, բայց պատմաբան էր։ Գիտության ինչ-որ մի փուլում բանասիրության, պատմագիտության սահմանները լողացվում են։ Ռուսերեն կարծում եմ, որ լավ գիտեմ, բնականաբար անգլերեն, որ իմ, չգիտեմ, երբեմն հայերենին հավասար կիրառում եմ։ Դե Նյու Յորքցի եք նաև։ Հա, Այս մյուսը ֆրանսերեն եւ գերմաներեն։ Գերմաներենը пассив է իմ մոտ, իհարկե իմ երկու դիսերտացիաները տեխնացիական եւ դոկտորականը ֆրանսերենով եմ գրել, եւ գերմաներեն, որը
Ես գերմաներենով ընդունվել եմ ռոմանո-գերմանական ֆակուլտետ։ Դպրոցից հետո, բայց երկու ֆակուլտետ ընդունվեցի զուգահեռաբար, պատմության ֆակուլտետ Պետհամոսյանի եւ ռոմանո-գերմանական, բնականաբար ընտրեցի պատմության ֆակուլտետը։ Հետո միջազգային հարաբերություններ, չէ՞։ Չէ, միջազգային չեմ գնացել։ Միշտ պատմության։ Պատմության ֆակուլտետն եմ Հետո գնացել եք Սորբոն արդեն։ Այո։ Այո։ Սորբոնից մի փոքր խոսենք, այնտեղ կրթությունը։ Ինչ խոսենք։ Ոնց է այնտեղ կրթությունը։ Շատ հետաքրքիր ուսումնառություն եմ ունեցել ես, որովհետև ես բարձր դպրոցներ եմ գնացել այնտեղ, չեմ գնացել լիսանս, մետրիզ, այդ առաջին փուլերը չեմ անցել Ֆրանսիայում, անցել եմ արդեն բարձր փուլեր, որտեղ ընտրովի ուսանողներ էին գնում եւ ֆրանսիական համակարգը այդպես է։ Դու ցածր կուրսերում հեշտ կարող ես ընդունվել նույն Սորբոնը։ Այսինքն մաստերն եք դեռ։ Չէ, մաստերից բարձր եմ արել եւ հետո դոկտորական եմ արել։ Կար DEA, դիպլոմ d'études approfondies, խորացված դա հին սիստեմներ, հիմա անցան արդեն Բոլոնյան սիստեմին, բայց ես հին սիստեմով եմ ավարտել։ DEA, դիպլոմ d'études approfondies, խորացված ուսումնասիրությունների դիպլոմ, որ մաստերից շատ բարձր էր, ինքը ըստ էության տեխնացիականն էր։ Դրանք մաստեր կլաս դասախոսություններ էին ըստ էության, լուրջ խոշոր գիտնականների կողմից։ Ավարտաճառերը ինչի մասին էին ձեր։ Իմ առաջին ավարտաճառը տեխնացիական է, թե կարելի այդպես ասել, Սանահինի մի ձեռագրի մասին էր, որը գտնվում էր Մեծիտան Ինկլիկո կաթողիկոսության մատենադարանում, եւ ես այնտեղ մի հատ հայտնագործություն արեցի, որ այդ ավետարանը նախ անվամբ կոչեցի Սողոյանի ավետարան, որտեղ Ամերիկահայ միլիոնատեր Սողոյանն էր նվիրել։ Եվ հայտնի չէր թե ով է ծաղկողը, ով է գրիչը, շատ քիչ տեղեկություններ էին հայտնի այդ մասին էր եւ գտա, որ այդ նույն թանգարանում ցուցադրվող էջերից մեկը, որը բնորոշվում էր որպես Գառնիի ձեռագիր, պատկանում էր այդ ձեռագրին։ Ձեռագիրը առանձին էր պահվում, այդ էջը առանձին որպես Գառնիից հայտնաբերված ձեռագիր։ Հետո իհարկե մի քանի տարի հետո գնացի Անտիլիաս թանգարանում էլի տեսա նույն ցուցափեղկում նույն կերպ։ Հիմա չգիտեմ շտկել են թե չէ։ Բայց պաշտպանեցի Histoire de l'écrit մասնագիտությամբ, այսինքն գրչության կամ գրական մշակույթի պատմություն։ Ինչ որ առումով հոր գործը շարունակել։ Պատմություն եւ բանասիրություն, իսկ արդեն բնականաբար դոկտորական դպրոցում, իրավագիտության եւ քաղաքագիտության դպրոցում արդեն քաղաքագիտական թեմա էր։ Եթե դուք լինեիք Հայաստանի առաջնորդ, առաջին 3 որոշումները որոնք կլինեին երկիրը վիճակից հանելու համար։ Գիտեք, ասածից մեջ հեգնանք մի փնտրեք։ Ես հեգնանք չեմ փնտրում, ես հոգոց եմ անում, որովհետեւ ծանր հարց է։ Եվ լավ հարց է, Կարպիս։ Պատկերացնում եք անսպասելի բան ձեր համար։ Ես անսպասելիորեն լավ հարց տվեցի ձեզ, որ դուք իմիջիայլոց այսօր շատ լավ հարցեր եք տալիս եւ ես շնորհակալ եմ եւ գնահատում։ Ձեր շատ հետաքրքիր են ձեր պատասխանները, խնդրեմ։ Ճիշտն ասած չեմ ուզենա ասել, էլի, որովհետեւ շատ վերացական է, միևնույնն է չի լինելու եւ ասելն էլ կարող է ռեակցիոն համարվի, հա։ Հետադիմական, հա։ Բայց հետադիմական չէ, ռեակցիոն, այսինքն կտրուկ եւ ոմանց պատկերացումներում անընդունելի։ Ինչ եք զգուշանում, բանից անցել է։ Չեմ զգուշանում, հաճախ իմաստ չեմ տեսնում, էլի։ Եթե անիմաստ բաներ արդեն այդ տարիքում չեմ սիրում խոսել, բայց ինձ արդեն դա էլ հետաքրքիր չի, ճիշտ ասած։ Ես ճիշտ եմ լսել, որ դուք 2018 թվականին հավակնում եք կառավարչական բարձր պաշտոններ զբաղեցնել, օրինակ ինքնաառաջադրվում եք որպես փոխվարչապետ։ Այդ որտեղից եք այդ հեքիաթը լսել։ Այդպիսի բամբասանքներ կային այն ժամանակ։ Ասեք աղբյուրը որտեղ է այդ բամբասանքների աղբյուրը։ Ինձ հետաքրքիր է։ Սրճարաններում եմ լսել։ Դե Բոհեմական սրճարաններում։ Բոհեմական սրճարաններում բազմաթիվ ցնդաբանություններ են հնչել։ Կա տես բան, իսկապես ճշտանք երբևէ չի եղել Կարպիս այդպիսի բան։ Ես չեմ հավակնել որևէ պաշտոնի, մանավանդ փոխվարչապետի, բայց 2018 թվականին, երբ որ նոր էր եկել սա իշխանության, եթե որտեվ ես սատարել էի եւ հավատում էի, որ ինքը ազգայնական է եւ ազգային բաները, գաղափարները առաջ տանում բան, այդ ժամանակ եթե հնարավորություն լիներ ինչ որ դաշտում ինչ որ բան փոխելու, ես եւ կոնկրետ առաջարկ արվեր, այդ օրերին թերևս հիմարություն կլիներ մերժելը։ Բայց այն որ ես միևնույն է մի քանի ամսից ավել հաստատ չէի ձգի, որևէ պարագայում, կարծեմ դուք էլ մտաք, դուրս եկաք, մեր մոտիվները եւ քաղաքական Հայաստանի տարբեր են, բայց ամեն դեպքում դուք էլ չձգեցիք, չէ՞։ Հաստատ, այսինքն չէի մնա, այնպես որ չէ, բացարձակ չեմ հավակնել։ Իմիջիայլոց դեզինֆորմացիա եղավ այդ ժամանակ, որ գրել էին, որ Փաշինյանը պատրաստվում է, հիմա չեմ հիշում ով էր գրել, Փաշինյանը պատրաստվում է ինձ նշանակել անվտանգության խորհրդի քարտուղար թե ինչ,
Եվ ես հեռախոսազանգ ստացա առավոտ ժամը 9-10-ի կողմերներ, ես ընդհանրապես տեղյակ չէի այդ հոդվածից այդ նյութից, ոչ մի այդպիսի թեմա չկար։ Ինձ ասեցին, որ չգիտեմ ինչքանով ճիշտ է ասին, որ անվտանգության խորհրդի քարտուղարը լեղաճակ է եղել այդ նորությունը կարդալուց։ Արմենը Գրիգորյան։ Հա, Արմեն ջան, հանգստացեք։ ես չգիտեմ այդպես է եղել թե չէ, բայց հետո ես Արմենին հանդիպեցի, այդ ժամանակ դեռ շփվում էինք։ Ասի Արմեն ջան, հանգիստ եղի, ես ընդհանրապես ոչ հավակնում եմ, ոչ ուզում եմ, ոչ այդ թեման կա, ոչ էս ինչ թեմա էր։ Հետո դեզինֆորմացիա էր էլի, այսինքն այդ շրջանում իմ դեմ ինչ որ արշավ էր վարվում։ Հրաշրջանից այդ թեմայը։ Նաև այդ արշավի շրջանակներում ասեն որ հայկին պաշտոն չտվեցին, դրա համար սենց թշնամի դարձավ իշխանության։ Այդ մեկը Նիկոլ Փաշինյանի թեզն էր։ Ինքը այդ մասին գրեց բացահայտ։ Այո, ստատուս գրեց։ Facebook-ում գրեց, հա, դե այդ թեմային շատ եմ անդրադարձել, դրան չեմ ուզում անդրադարձնել։ Դրա մասին չխոսենք, բայց արդյոք գաղափարական Կարպիս պարզ է, չէ, ներողություն, այս 18 թվից հետո այս 7 տարիների ընթացքում գոնե իմ շատ տեսանելի լինելու արդյունքում մարդիկ գոնե պատկերացնում են, չէ, որ ես չէի մնա ոչ միլիոնների, ոչ միլիարդների, ոչ էլ պաշտոնների համար։ Ուզեիք պաշտոն կստանձնեիք։ Հա, որ ուզեի շատ հաջող կմտնեի, ոչ թե համակարգ, այլ ստիպված պետք է ասեիք, այլ համապատասխան Ադրբեջանը։ Հա, դե բա որ մտնես ու այդպիսի տեսակ լինես, կմտնես խորը, մեծ օճառը ձեռքիդ եւ այդ օճառը տարիներ շարունակ օգտագործես։ Ավարտու գաղափարական առումով ինչ-ինչ քայլեր Փաշինյանը չի անում, որը դες մոտ է։ Օրինակ կան խոսակցություններ եւ կան լուրջ վերլուծություններ, չգիտեմ լուրջ թե չէ, որ ինքը փոխում է Հայաստանի աշխարհակաղակական օրիենտացիան, գնում է դեպի արևմուտք, դեպի ՀՄ, դեպի Միացյալ Նահանգներ եւ ասվածի վառապացույցը թրիփն է։ Դե կամ Միացյալ Նահանգների ներկայացվածությունը մեր տարածաշրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում, ապա շրջափակման գործընթացում ինչը նշանակում է ռուսների դուրս մղում։ Կարպիս ես ձեր ոդքասթը գնահատում եմ այն առումով, որ ինչքան էլ ձեր հետ համաձայն չլինեմ, ինչքան էլ չընդունեմ արմատապես ձեր անձամբ ձեր բազում գաղափարներ, ես գտնում եմ, որ դուք հետաքրքիր կերպար եք։ Շնորհակալ եմ։ Անկամ եթե դրան ոմանք բացասական բնորոշում տան, ես այդպես գտնում եմ եւ գտնում եմ նաեւ, որ այդ հետաքրքիր կերպարի, հետաքրքիր հարցերով ժամանակ ափսոս է վատնել մի հիմար թեզ հերքելու վրա, որը ես առիթ եւ դժբախտություն ունեցել եմ բազմաթիվ անգամներ տարբեր եթերներում հերքելու։ Բայց փաստենա չէ, ես դա լսել եմ այդ ամեն ինչը։ Միացյալ Նահանգները տարածաշրջանում է։ Ես ասել եմ այդ մասին, չեք նայել այդ հարցազրույցը։ Միացյալ Նահանգները տարածաշրջանում չի։ Չէ։ Ուզում եմ մի հատ իմ մոտ ասեի։ Ես շատ լավ, հա, ասեցի։ Ես շատ լավ ասել եմ, բացատրել եմ, որ սա այս trip-ը մի բան էր, որ այս սպիտակ տան վարչակազմի, այս օրեական, այսօրվա այս ժամի, կարճաժամկետ շահերից ելնելով ռուսները, թուրքերի եւ Նիկոլ Փաշինյանի հետ միասին գցել են այս վարչակազմի պիջակի գրպանը։ Թրամփի հետ եկելա, Թրամփի հետ կգնա միանշանակ եւ սա բայց մյուս կողմից կարող է գա դեմոկրատական վարչակազմ, որը իրոք այս առիթը օգտագործի եւ նոր այդ ժամանակ որպես լծակ օգտագործելով Հայաստանի վրա Հայաստանը չթրքացնելու համար Միացյալ Նահանգներին ամենևին ձեռք չի տալիս Հայաստանի թրքացումը, բայց հենց հայերը վերջնականապես այդ գործը, այդ սրբազան գործը Հայաստանի թուրքիայացման ավելի շուտ եկեք ուղեմ ինձ եւ ադրբեջանացման, ադրբեջան երկիրացման process-ը հենց հայերը թուրքիզացիա, հա? Մի րոպե չէ, թուրքիզացիան այդտեղ ազգային էլեմենտ կա, ես պետական էլեմենտ եմ դնում, ազգային էլեմենտ չեմ ուզում դնել։ Հենց Հայաստանը բարեհաջող հայերը այդ գործը ավարտեն, այդ գործընթացքի մեջ է։ Հենց ավարտեն, Միացյալ Նահանգները կսկսի արդեն խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Այն ինչ արեց Բրիտանիան 18-20 թվականներից հետո։ Լավ, իսկապես սրա ժամանակից ասենք շատ եք խոսել, եկեղեցու մասին մի փոքր խոսենք։ Դուք ոնց որ թե չէ, հաստատ ցավ եք ապրում, աջակցում եք եկեղեցուն, բայց խիստ քննադատում եք Գարեգին II-ին նրան անվանելով չկաթողիկոս։ Ինչի՞։ Բա կաթողիկոս է այդ մարդը։ Պատմության ընթացքում եղել են 131 կաթողիկոսներ։ Վիճելի է թիվը, կոնկրետ թիվ հնարավոր չի ասել։ Գահակիցներ, էլի վիճելի է։ Կաթողիկոսներ կան, որոնք ընդհանրապես հայտնի չի ովքեր են, կաթողիկոսներ կան, որոնք հայտնի չի եղել են, չեն եղել։ Լավ, ինչը։ Լավ։ Ինքը ոնց որ ամենավատը չի այս ցանկում։ Ինքը ամենավատն է։ Ինքը Պետրոս Գետադարցից էլ վատն է։ Գիտեք ինչի։ Ինչի։ Որտեվ ինքը համագործակցում է իմ համոզմամբ։ Տասված սխալվում եմ, բայց չեմ սխալվում հավանաբար։ Մեմ ասած։ Ինքը համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցին լիկվիդացնելու գործում։
Գիտեք ինչով։ Իր ամենաակտիվ անգործությամբ եւ իր կաթողիկոս շարունակել մնալով։ Տեսեք, ակնհայտ է, չէ, որ այդ կոմպրոմատները կան։ Ակնհայտ է, որ արդեն ինքը հաստատ այդ երեխան ունի, այդ ընտանիքը ունի, այդ սեռական կապերը ունի, չգիտեմ ինչ, չունենար այդ թույլ կետին չէր հարվածի ռեժիմը։ Լավ, դու ուղեղ կամ եկեղեցասիրություն չունես, այ մարդ, տարեցել մարդ ես արդեն, այդքան կառավարել ես։ Լռելիային հեռացիր քո տեղը կարգելով մեկին, որին դիպչել հնարավոր չի լինի եւ որը չի լինի նիկոլական, որովհետեւ գիտեք ինչ կա, եկեք մի ուրիշ բան ասեմ։ Եվ այս մասին էլի չեն խոսում։ Ցավոք սրտի ոչ ոք չի խոսում այն բաները, ինչ որ ես եմ ասում եւ հիմա ասում եմ ձեզ։ Այս եկեղեցու մեջ եպիսկոպոսած դասում, եպիսկոպոսների շրջանում կան մի քանի եպիսկոպոսներ, որոնք բարոյական լավ կերպար ունեցող նորմալ մարդիկ են։ Ես չասեմ լավ բան, որտեվ հրեշտակներ դրանց մեջ հաստատ չկան։ Անուններ չեմ տալ հասկանալի պատճառներով։ Աջապահյանը Աջապահյանը դրանցից մեկն է, չնայած նրան, որ ես Աջապահյանի շատ գաղափարներ ուղակի չեմ ընդունում եւ շատ գաղափարներ 5 միլիոն տոկոսով կիսում եմ։ բայց ոնց որտեղ խոցելի չի Չէ, խոցելի չի։ եւ բարոյական է։ Կարծում եմ բարոյականը որպես մարդ։ Ես չգիտեմ, քանի կանանց հետ երբ ինչ սեքս է արել, չի արել բան, դա ինձ չի հետաքրքրում այս կոնտեքստում, բայց որպես մարդ ես կարծում եմ, որ ինքը բարոյական մարդ է։ Որոշ սխալ հայացքներ ունի իմ համոզմամբ, անընդունելի, որոշ բաներ չի հասկանում իմ համոզմամբ, բայց որոշ բաներ էլ շատ լավ եւ ճիշտ է տեսնում։ Օրինակ ես կուզենայի Աջապահյանի հետ ընկերություն անել։ Այսպես ասեմ ձեզ։ Կուզեք դառնալ կաթողիկոս։ Ես Չէ, ինքը։ Ես կարծում եմ, որ իրենից ավելի լավ տեխնացու էլ գուցե լինի, կամ գուցե կա, բայց եթե հայտների մեջ պիտի ընտրվի, հա, թող ինքը լինի։ Բայց հիմա նայեք, եպիսկոպոսների դասի մեջ կան մարդիկ, որոնք ուղղակի նիկոլական են։ Այս մասին չեն խոսում։ Բարձրագույն հոգևոր խորհրդի նիստին շատ հետաքրքիր խոսակցություններ են եղել, փակ խոսակցություններ են եղել իրենց մեջ ոմանք ակնարկել են կամ բացահայտորեն ասել են կաթողիկոսին, որ հեռացիր, եւ չեն ասել նրա համար, որ փրկեն եկեղեցին, ասել են, որտեղ իրենք նիկոլական են։ Այսօր արդեն մենք տեսնում ենք, որ գնում է եկեղեցու տրոհում։ Այսօր արդեն եկեղեցու ներսում եւ տեղի ունենում են, ինչ ես մի քանի օր առաջ ասել էի Եվրոմեդիա 24-ի եթերում, որ տակից պայթեցվում է եկեղեցին, դրսից հնարավոր չեղավ եւ շատ դժվար է, մեջից է պայթեցվում, տակից փորում են։ Նոր եկեղեցի են ստեղծում։ Նոր եկեղեցի ստեղծում են հնի հիմքի վրա, այո։ Եվ դա արդեն եկեղեցի չի։ Դա աղանդել չի։ Դա հերձվածողական, մահմեդական, քրիստոնյա հագուստ կրող, պատմուճան կրող մի կոոպերատիվ է։ Ինձ լավ գիտեք, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ հակատոր կաթողիկոսություններ, ամենահայտնին Աղթամարը, բայց որովհետեւ դավանաբանական ծիսական տարբերություն չի ունեցել Էշմիածնի հետ կամ Կիլիկիո կաթողիկոսության հետ, ուղղակի հակաթոր ա եղել։ Հիմա այս հակաթոր, Սա հակաթոր չի։ սա հակաթոր չի։ Չէ, սա միաթոր, սա հայ եկեղեցի չի, դա է խնդիրը։ Այ հենց դուք ասեցիք։ Դուք փորձում եք ինձ հակադրվել, բայց դուք հաստատում եք այն, ինչ որ ես եմ ասում։ Չէ, ուզում եմ ճշտել, Դավանաբանական ուրիշ կրոն է լրիվ ոնց է։ Սա անկրոն, անբարո, կառույց է փորձում ստեղծել։ Սա նիկոլիզմի կուլտն է փորձում հաստատել։ Տեսեք, հայ առաքելական եկեղեցին խարսխվում է ինչ դոգմաների վրա, սուրբ երրորդություն, մեկ բնություն եւ այլն։ Հիմա դուք կարծում եք այդ հոգեորականներից որևէ մեկը այդ դոգմաների մասին գիտի։ Այս Նիկոլ Փաշինյանի հերձվածը ինչի վրա է խարսխվում։ Նայեք Փաշինյանի հերձված էլ չեմ ուզում ասել, ես էլ նոր մի քիչ առաջ ասի Փաշինյանական բան, բայց Փաշինյանն էլ ստեղ կապ չունի։ Ինչի վրա է Սա խարսխվում։ Բաքվի քաղաքական պլանի մաս է։ Ինչի վրա ոչ մի բանի կարպիս, ինչի վրա մնացած ամեն ինչի վրա է կառուցված Հայաստանում, ոչ մի բանի վրա։ Հավատո հանգանակը ո՞րն է սրա։ Եղբայր ինչ հավատո հանգանակ։ Ես ու դուք գիտենք թե հավատո հանգանակը ինչ է։ Մեզ լսողներից 100-ից 99.5-ը չգիտի հավատո հանգանակը ինչ է։ Ներառյալ հատկապես հոգեվորականությունը։ Բայց եկեղեցին կառույց է, որը ավանդական կառույց է, ավանդույթների դավանաբանության վրա ընթացող կառուցված եւ ընթացող կառույց է։ Հիմա դա են փոխում, իրենց նպատակը անգամ այդ դավանաբանական բաները չի, բոլորն էլ թքած ունեն այսօր դավանաբանության վրա։ Եթե վաղ կաթողիկոսը վեր կենար ասել մենք դառնում ենք կաթոլիկ կամ կելվինական, միանգամից կդառնային կելվինական կամ կաթոլիկ, հա, որտեղ չեն հասկանում տարբերությունները։ Կաթողիկոսի Գարեգին երկրորդի ինչին է պետք կազմալուծել մեր եկեղեցին։
Չէ, ես աս իրեն պետք չի, բայց ինքը կազմալուծում է։ Հիմա հասնեմ դրան։ Ինչ են անում։ Եկեղեցին այն միակ կառույցն է, որը դարերի ընթացքում պետության ֆունկցիան ստանձնել է իր վրա, երբ պետություն չի եղել։ Եկեղեցին ըստ էության պետականության կրողն է եղել։ Պետականության կրողը։ Օրինակ այսօր Լիբանանում, այս մասին շատ քիչերը գիտեն, Լիբանանի սահմանադրությունը համայնքային սահմանադրություն է։ Այսինքն այնտեղ յուրաքանչյուր համայնք ունի իր առաջնորդը, որը Մարոնիտ նախագահ, Սունի վարչապետ։ դա սահմանադրական կառավարման մասին եք դուք խոսում, բաժանված է, այո, ազգային ժողովի շիա նախագահ եւ քրիստոնյա մարոնին, այսինքն կաթոլիկ նախագահ։ Բայց համայնքային սահմանադրություն է, այսինքն 11 թե 12-ից չեմ սխալվում, 11 համայնքներ են, որոնցից յուրաքանչյուրը մի վարչական միավոր է։ Ըստ սահմանադրության։ Դա հետ պատերազմական հայերը առանձին են։ Եվ յուրաքանչյուրի առաջնորդը ունի ոչ պաշտոնական, ոչ պաշտոնապես, բայց փաստացի փոխվարչապետի կարգավիճակ է երկրում։ Պատկերավոր եմ ասում։ Կամ առանձին բդեշխի կամ նախարարի, չգիտեմ, կարգավիճակ։ Եվ ով է հայերի քաղաքական ղեկավարը Լիբանանում, Արամ առաջին կաթողիկոսը լինելով կաթողիկոս մեծիտան ընկելիքով համայնքի ղեկավար։ Այսինքն պետության եւ պետականության դեր է ստանձնում։ Այնտեղ եկեղեցու տրամադրած փաստաթղթերը 10 անգամ ավելի իրավական ուժ ունեն, քան Հայաստանում եկեղեցու տրամադրած փաստաթղթերը, որոնք որևէ իրավական ուժ չունեն։ Լիբանանում ունեն։ Սա օրինակ մի բանի, որ հայ եկեղեցին այնտեղ կազմակերպություն չի ինչ որ, չգիտեմ, հայերի օպերան չի, հայերի, չգիտեմ, բարեգործականի կլուբը չի, ակումբել չեմ կարող ասել, բասկետբոլի թիմը չի, որ ղեկավարում է եկեղեցին։ Հիմա Հայաստանում եկեղեցին ստանձնել է այդ ֆունկցիան, երբ չի եղել պետություն եւ հիմք է հանդիսացել պետության համար։ Սարդարապատ ով էր ուղարկում զինվորներին կռվելու։ Եկեղեցին եւ կաթողիկոսը։ Գևորգ Սուրյանց։ Ով էր կանգնած Վարդան Մամիկոնյանի կողքին ավարայրում։ Ղևոնդ երեց։ Եկեղեցին Ղևոնդ երեցը պարզ մի երեց չէր։ Եվ այնպես չի, որ մենք պետք է Դերենիկ Դեմիրճանով պատկերացնենք Վարդանանց պատերազմը։ Վարդանանց պատերազմում եկեղեցին ֆանտաստիկ քաղաքական դեր է խաղացել, որտեղ թագավորություն չկար, բայց պետականակիր, պետականության կրողը եկեղեցին էր, եւ Վարդան Մամիկոնյանը լինելով ռազմական թևի ղեկավար, քաղաքական աջակցություն ստանում էր եկեղեցուց։ Հիմա այդ առաքելության համար են ուզում կործանել եկեղեցին։ Որովհետեւ Հայաստանը կործանելու գործում անհրաժեշտ է կործանել այն միակ կառույցը, որը որոշակի հեղինակություն այնուամենայնիվ ուներ եւ այսօր արդեն այս մի քանի ամսվա մեջ արդեն չունի։ Ուներ եւ որը ունի նաեւ ցանց, որի թևերն անկախ են, քիչ թե շատ։ Թեև հայության մեջ անկախ մարդ չկա։ Ով Հայաստանում իշխանություն, բոլորը մեր հայրենի ղեկավարությունը ասան կանանք։ Արդյոք Գարեգին երկրորդի հերացումը չի նպաստի, որ եկեղեցին ավելի արդյունավետ կործանվի։ Նիկոլ Փաշինյանը կհարցի եթե հեռանա։ Իհարկե կնպաստի։ Դրա համար ես տարբերակ եմ առաջարկել արդեն մի քանի տասնյակ անգամ եթերներից, ինչպես պիտի հեռանա, որպեսզի չկործանվի, այլ փրկվի։ Նշանակի տեղապահ ոչ, տեղապահը խոցելի է։ Գահակից, հա լավ։ Աթոռակից կաթողիկոս։ Ինչը մեր միջավայրում եղել է շատ։ Եղել է վերջին դեպքը եղել է 40 տարի առաջ, կարծեմ, 40 թե 50 տարի առաջ Անտիլիասում երկու աթոռակից կաթողիկոսներ միասին կառավարել են։ Գործող կաթողիկոսը իրեն աթոռակից է ընտրել, որպեսզի իշխանությունը կաթողիկոսական։ Եղել են դեպքեր, որ 2-3 տենց աթոռակիցներ եղել։ Չէ, հա, եղել է, բայց հիմա դրա մասին չխոսենք։ Եղել է, որ 4 Հռոմի պապ է եղել միաժամանակ։ Լավ, հիմա այդ առաջարկած մեխանիզմին գանք։ Առաջարկած մեխանիզմը հետևյալն է. դու հայտարարում ես ընտրություններ, ասում ես, որ դու պիտի հանգստի կոչվես, եւ չես ասում, որ ես երեխաներ ունեմ, ին վրա պորնո ժապավեններ կան եւ այլն եւ այլն։ Այլ ասում ես, որ պիտի հանգստի կոչվեմ, հոգնել եմ, ժամանակն է, բացի դրանից բազմաթիվ շահարկումներ կան, այդ ամենը հանգիստ թողելու եւ եկեղեցին ցնցումներից զերծ պահելու համար կազմակերպում ենք նոր կաթողիկոսի ընտրություններ։ Ընտրվում է կաթողիկոս, այն մարդկանցից մեկը, որը քո կեղտերը չի բացահայտի օրինակ, կպայմանավորվես հետը եւ որը ռեժիմական չի, որը խոցելի չի շատ, ընտրվում է կաթողիկոս, ու դրանից հետո ասում ես ես կաթողիկոս էմերիտուս եմ կամ ուղղակի թողնում եմ, դնում եմ իմ վեղարը ցած եւ հեռանում եմ հանգստի։ Դուրս ես գալիս, գնում ես Շվեյցարիայում մի հատ տուն ես առնում, որովհետեւ այդ միջոցները ունես, քո համար
գնում ես սուրճ ես խմում լման գետի ափին։ Ինչ ես ուզում դու։ Ինչ ես ուզում։ Ինչի ես քո անգործությամբ, քո ողորմելի վախկոտությամբ եւ քո գոյությամբ նպաստում Նիկոլ Փաշինյանի պլանին ներսից ոչնչացնելու եկեղեցին։ Դա անգործություն է թե համբերատարություն, լայնախոհություն։ Համբերատարությունը նույնպես անգործություն է նման պայմաններում լայնախոհությունը էշություն է։ Միգուցե այս չինական Կամ ասացվածքի, հանցավորություն։ այս չինական ասացվածքի նա սպասում է գետի ափին, երբ գետի միջով կանցնեն հակառակորդի դիակները։ Այո, բայց նա չի հասկանում, որ իր դիակն է շուտով հայտնվելու գետում։ Էդ էլ կա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հասնելու է իր նպատակին։ Միանշանակ։ Հիշեք իմ խոսքերը։ Բայց նրա քաղաքականությունը եկեղեցական չունի ժողովրդական աջակցություն։ Ով ասեց ձեզ։ Մոբիլիզացիա չենք տեսնում։ Մոբիլիզացիա ոչ մի հարցում չեք տեսնում եւ չեք տեսնելու։ Այլևս դուք մոբիլիզացիա Հայաստանում չեք տեսնելու։ Ոչ մի հարցում, ոչ մի հարցի շուրջ։ Չի։ Ասեցի, գա գնում եք դեպի այն ձեր նախորդ հարցը։ Հասկացա։ Չեք տեսնելու։ Նիկոլ Փաշինյանը այս երկրում ունի ահռելի աջակցություն։ Դրա լավագույն վկայությունը, եւ ես Նիկոլ Փաշինյանի քարոզիչ չեմ եւ սրանով գախնի ձևով իր ջրաղացին ջուր չեմ լցնում։ Ես արձանագրում եմ էլի փաստ, որը շատերի դուրը չի գալիս, հատկապես Նիկոլ Փաշինյանին չսիրողների, բայց դա փաստ է։ Նիկոլ Փաշինյանը ունի մեծ աջակցություն, որովհետեւ կա մեծ լռություն իր քաղաքական կուրսի եւ իր արած ամեն ինչի հանդեպ։ Եթե կա այդ լռությունը, կա ահռելի աջակցություն։ Իսկ միգուցե դա լռությունա, որը կարող է պայթել ապագայում, թմբիր է, երացող։ Ես մի բան եմ ուզում ասել, որ չգիտեմ, Որտեղ սա YouTube-ը հիշեցնեմ 2017 թվականին հանրապետական կուսակցությունը վերընտրվեց առանց լուրջ կեղծիքների։ Կարպիս Արցախի հանձնումից հետո էլ ոչ մի պայթել էլ պետք չի, ոչ էլ իմաստ ունի։ Արդեն վճռված եւ վերջացած է ամեն ինչ։ Նյու Յորք ոնց տեղափոխվեցիք։ Ես երբ տեղափոխվեցի Ամերիկա, նախ տեղափոխվեցի Լոս Անջելես, որտեղ մտածում էի, որ այնտեղ հիմք կունենամ ամրապնդվելու։ Հայերը շատ են, հա, երևի։ Չէ։ Մտածում էի, որ ինչ որ այդպեսի բան կար։ Ու շատ արագ բարձրացի, որ հիմք չունեմ։ Եվ իմ ընկերներից մեկը ասեց՝ «Արի Նյու Յորք»։ Ու ես մի գիշերում որոշում ընդունեցի գնալ Նյու Յորք, իրերս հավաքեցի միտեղ, կանչեցի տեղափոխող ընկերության, իրերս եւ մեքենաս հանձնեցի այդ ընկերությանը, ուղարկեցի Նյու Յորք եւ ես թռա Նյու Յորք։ Եվ հաջորդ օրվանից ես Նյու Յորքում եմ։ Որ թաղամաս։ Բրուքլինում։ Դա թաղամաս չի, քաղաք է իհարկե, Նյու Յորքը բաղկացած է բորոներից։ Այդ բորոներն են Manhattan-ը, իհարկե, Brooklyn, Queens, Bronx եւ Staten Island։ Դա մենք գիտենք կնքայրը ֆիլմից այդ բաժանում է 5 ընտանիքները համապատասխանաբար։ Ինձ համար ամենասիրելի եւ ամենահետաքրքիր բորոն Բրուքլինն է, որը ժամանակին զիջում էր Մանհեթենին, հիմա շատ առումներով առաջ է անցել Մանհեթենից եւ շատ աստղեր հիմա տեղափոխվում են ուղղակի Բրուքլինում ապրելու, որովհետեւ կյանքի պայմանները շատ ավելի Բրոնքսը ոնց 5 արդեն 5 մնացել է, չէ՞։ Չէ, այսեք Նյու Յորքը ենթարկվում է gentrification-ի, այսինքն արդիականացման, ստանդարտիզացման, որոնք համարվում են վատ երևույթներ Նյու Յորքի համար, որտեղ այդ քանդրտված շատ յուրօրինակ հատվածները, տեղերը, օբյեկտները, ռեստորանները, խանութները, դրանք առանձին ձեռագիր են տալիս քաղաքին։ Պատկերացրեք, ունեք կոնդ կամ ունեք, չգիտեմ, քանաքեր եւ ունեք Հյուսեյն պողոտա։ Հիմա Հյուսեյն պողոտայացվում է Նյու Յորքը, եւ դա ասել է Բրուքլինին, եւ դա gentrification է, որ շատ վատ բան է համարվում։ Բայց բոլորովին վերջերս Նյու Յորքում այդ մեծ ցնցում եղավ ձեր հարազատ Նյու Յորքում։ Սոցիալիստ, մուսուլման, քաղաքապետ ընտրվեց։ Ոնց է վերաբերվում այս ընտրությանը։ Նորմալ։ Ես չեմ ուզում այդ թեմայով հիմա խոսել այստեղ, բայց Նյու Յորքը ասում են melting pot, այսինքն խառնարան, եւ այդտեղ կան աշխարհի բոլոր երկրներից ամեն տիպի ժողովուրդներ եւ ներկայացուցիչներ, եւ դա մի առանձին պետություն է, մարդիկ չեն պատկերացնում։ Նյու Յորքը առանձին պետություն է իր տեսակով, իր ոգով, իր ամեն ինչ, իր մտածողությամբ, իր խոսվածքով, իր ակցենտով, իր մենթալիտետով։ 21-րդ դարի հռոմն է, հա։ Այո, ես կարծում եմ այո։ Օրինակ Նյու Յորքում
ես որպես նյույորքցի արդեն փողոցով քայլում ես եւ գիտես, որ դիմացդ գալիս է ամերիկացի եւ գիտես, որ այդ ամերիկացին նյույորքցի չի։ Այդ սպეციფიკան կա եւ առանձնահատուկ հայացք ունեն նյույորքցիները այլ շրջաններից եկած հայրենակիցների նկատմամբ, մոտեցումներ, կատակներ, թեմաներ, արտահայտություններ կան, որոնք զուտ նյույորքյան են, որևէ մեկը չի հասկանում դա, եթե նյույորքից չի։ Արտահայտություններ կան, որոնք զուտ հրեական են եւ դարձել են նյույորքյան արտահայտություններ։ Այսինքն ինքը խառնարան ունի համաշխարհային, միևնույն է իր ներքին կոլորիտը ունի, հա։ Միանշանակ դա ամենակոլորիտային քաղաքներից մեկն է, ընդ որում այդ քաղաքի տարբեր հատվածներ ունեն իրենց տարբեր դեմքերը եւ դա էլ շատ հետաքրքիր է։ Դու պիտի խորապես ճանաչես այդ քաղաքը, որպեսզի հասկանաս եւ կարողանաս ապրել այդ քաղաքում։ Բայց օրինակ ես հայաստանցիների հայերի գիտեմ այնտեղ, որ 30-40 տարի այնտեղ են, մինչև հիմա քաղաքը չեն ճանաչում։ Բայց հնարավոր է ճանաչել հսկայական մեծ, շատ այո, նկատի մեծ մետրո Նյու Յորքը, մետրո էրիան, հա, 12-13 միլիոն, բայց հնարավոր է, իհարկե հնարավոր է։ Այսինքն դու պիտի ոգին ճանաչես, պիտի հասկանաս այդ քաղաքը, պիտի կարդաս։ Ոնց որ երթևեկությունն ես տարբեր երկրներում կարդում, հասկանում, այդպես պիտի դու քաղաքը կարողանաս հասկանալ։ Եթե հասկանում ես, հա, բայց բան կա, առանձնահատկություն ունեն մեր հայրենակիցները, չեն կարդում այդ քաղաքները։ Չեն ինտեգրվում, հա, միգուցե։ Հա, բայց միայն ինտեգրվելու մասին չի խոսքը, կարող է շատ լավ անգլերեն խոսեմ, բայց միևնույն է իրենք չեն գետոյի բարդույթը կա այդպիսի բան կա կարծում։ Իսկ դա կարող է հայապահպանության մեխանիզմը։ Չէ, հա, սիրուն բառեր են քորինել կարծես։ Ինչ հայապահպանություն, մարդիկ առաջի սերնդով արդեն հայերեն չեն խոսում։ Ես օրինակ Ֆրանսիայում 10 ընկերներ ունեի, դե այն ժամանակ Սորբոնում Հայաստանից ով էր գնում, 1-2-3 հոգի էին։ Կամ այլ բուհերում էին ստորում, կոնսերվատորիայում կամ չգիտեմ որտեղ։ Մարդիկ իմ հետ ֆրանսերեն էին խոսում Երևանից։ Ես էլ եմ Երևանում ծնվել, իրենք էլ են Երևանում ծնվել։ Ասենք հիմա դրանց մեծ մասը ընդհանրապես հայերեն չէ խոսում, իրենց երեխաները բացարձակ որևէ հայերեն։ Իսկ եթե դու հայերեն չես խոսում, արդեն ինչ ազգապահպանում, ինչ ճոռոմ-ճորթո հիմար բառեր են դրանք։ Եթե այդ բառերի հետևում պիտի իմաստ լինի, որ այդ բառը կշիռ ունենա։ Նրանք բառեր են, որ մենք հորինել ենք, մեզ հույս ենք տալիս, մենք հպարտանում ենք, բայց տակը բան չկա։ Ամերիկայում երկրորդ սերունդը արդեն կատարյալ ամերիկացված է, որը վատ բան չի։ Մարդ եթե դու Ամերիկայում ես ապրում, դե ամերիկանաս։ Հայ լինելու չափորոշիչը հայ։ Բայց իրենց ազգային էթնիկ ծագումը միանգամից ուրանում են։ Իրենց համար հայ լինելը քյաբաբ ուտելն է։ Իրենց համար դասական օրինակը Քիմ Քարդաշյանը, թեև նա որ երրորդ սերնդի ծնունդ է այնտեղ, նա լրիվ այդ իրավունք ունի։ Բայց ինչպես է Քարդաշյանը իր համար էկզոտիկ մի բան, որ ինքը PR ստանտ որպես օգտագործում է դա, այդպես շատեր իրենց համար հայ լինելը մի հատ տարբերվելու հետաքրքիր բան հակուստ հակնելու պես մի բան է, բայց հիմա ես որ իմ հայացքները փոխել եմ ամեն ինչի հանդեպ, դրան էլ եմ արդեն այլ կերպ նայում, թեև իրենց արդարացված չի։ Իրենց արդարացված։ Եթե ես իմ երեխային մեծացնեմ հայությունից ամբողջապես կտրված, դա բոլորովին այլ մոտիվներ կունենա, քան այն թե ինչպես են մեծացրել մինչև հիմա իրենց երեխաներին ոչ հայ մեծացրածները։ Դրանք շատ տարբեր բաներ են։ Դի հասկանանք, որ եթե դու չես արձագանքել Արցախի կորստին, դու շատ հանգիստ ես վերաբերվել, մնացած բոլոր հարցերը լուծված են արդեն։ Եվ ում է պետք է բանը կամ եթե չես արձագանքել, ուրեմն դու ինչ որ կերպ ես մտածում, ուրեմն դու ինչ որ մի տեսակի ես։ Եթե դու չես արձագանքում Արցախին, դու ուրեմն հաշտվել ես Երևանի հետ։ Երևանի իրիվանացման հետ։ Այսինքն Նոնթե Մելքոնյանի այդ միտքը ճշգրիտ է, որ թեքում ենք մեր բացարձակ մաթեմատիկական ճշգրտություն ունի Մոնթեի այդ միտքը։ Բայց ես նաև մի բան ասեմ ուրիշ։ Օրինակ եք բերում, ասում եք միգուցե համբերատարաբան։ Հիմա պատկերացրեք մի բան, ես չգիտեմ YouTube-ը ինչքանով դա թույլ կտա որ մնա, բայց ես փորձեմ այնպես ձևակերպել, որ խնդիր չունենանք։ Պատկերացրեք կա զոհ գետնի վրա եւ կա նրա վերևում կանգնած մեկը ձեռքին հասկանում եք ինչ։ Եվ հասկանում եք, թե նա իր ձեռքին եղած պարագայով ինչ է անում այդ մեկի վերին հատվածի հետ մարմնի։ Եվ կա կողքը կանգնած մեկը, որը ահռելի ուժ ունի, ֆիզիկական ուժ ունի, եւ որը ունի բոլոր պարագաները այդ մի պարագան պահողին չեզոքացնելու։ Եվ այդ գետնին պարկածը այդ կանգնածի զավակներից մեկն է։
կամ միակ զավակը։ Եվ ինքը նայում է ոնց են այդ գործողությունը կատարում իր զավակի հետ, գետնին ընկածի, թևերը կապվածի։ Եվ ինքը ոչինչ չի անում։ Եվ այդ գետնին ընկածը կորցնում է կյանքի բոլոր նշանները, համապատասխան երևույթի ենթարկվելուց հետո։ Էլում է պետք թե ինչ կանի այդ կողքինը դրանից մի 10 րոպե հետո կամ մի ժամ հետո կամ հաջորդ օրը։ Եթե դու այդ էիր որ կանգնած նայեցիր, եթե այդ է քո մոտեցումը, ուրեմն դու քո կնոջ հետ նույն բանը կանեն, քո մոր հետ նույն բանը կանեն, քո մյուս զավակի հետ նույն բանը կանեն, քո հետ այդ նույն բանը կանեն, դու օքեյ ես լինել, որովհետև դու ուներ այդ ուժը։ Հիմա ժողովուրդը ամենաուժեղ գործոնն է։ Ժողովուրդն ունի լծակներ, որ ոչ ոք չունի։ Այս ժողովրդի մեջ անգամ չեն էլ ուզում լսել, որ խոշորագույն կայսրություններն են հաշվի առնում փոքր պետությունների ժողովուրդների ընտրության հետ։ Գարեգին երկրորդային քչերից էր, որ չլռեց Սավակի սպանության Չէ հա, այդ որը, այն որ ասեց պահանջում են վարչապետի հրաժարականը, այն որ մի հատ ծիկ արեց անկյունի հետևից, մի հատ ֆու արեց ու հետ բոլոր գնաց։ առիթներով ասում են, որ մենք չենք կարող Արցախը դիտարկել որպես անցյալ։ Լսեք, Կարպիս ամոթը այդ խոսքերը ամոթ է։ Այն ինչ պետք է աներ բա։ Ոնց։ Պիտի վեր դրոշակը վերցներ, վեր կանար դուրս գար փողոց, իր հետևից իր հոտին տաներ, իր ժողովրդին հաներ։ Դի քաղաքական պայքար սկսեր, եկեղեցին լսեք, սրանց ուղեղը մտցրել են, թե եկեղեցին պետք է լռի քաղաքականությունից հեռու լինի, որովհետև դա զուտ կոմունիստական բոլշևիկյան բան է, չէ՞։ Եկեղեցին հեռու պետք է լինի բան։ Հələ գնացեք այդ նույն բանը մի քանի շատ ծանոթ եւ բարեկամ երկրներում ասեք, տեսեք ձեզ ինչ կբացատրեն այնտեղ կյանքի մասին։ Դե ոնց թե եկեղեցին պիտի դուրս մնա։ Եկեղեցին ամենակաղաքական կառույցն է աշխարհում։ Հայկական եկեղեցին ամենաքաղաքական կառույցն է եղել աշխարհում։ Այսօր ամենաողորմելի իր ղեկավարության շնորհիվ ամենակրչոտ կառույցի է վերածվել։ Այո, Չուլանի է վերածվել, որից օգտվելով այսօր ոչնչացնում են եկեղեցու երևույթը եւ ինստիտուտը։ Եվ օգտվում են այդ ողորմելիությունից։ Ոնց թե դու լինես կաթողիկոս վեր կենաս երկու հատ վախվորած, կծկտուր, կամ կմելով երկու հատ էշություն դուրս տաս։ Տես դու։ Հարց եմ տալիս, քեզ ասում եմ որ դու երեխա ունես։ Բա դու առաջնորդ ես ընդհանրապես։ Դու ընդհանրապես վեղարի տակից մի բան կա, վեր ես կենում, չես ասում, չես սուտ են ասում, կամ հա լավ ունեմ երեխա գնում եմ։ Բա կամ չես որևէ բան չես ձեռնարկում, նստած սպասում ես այդ գետը երբ է ինչ որ ուրիշ մեկի դիակը տանի, որ այդ մեկի դիակը չի տանելու։ Քո դիակն են գցելու գետը։ Մի հարց եմ ուզում տալ, որ ազեր։ Ներողություն, եւ եկեղեցու դեմ հարձակումները։ Երբ որ ակնհայտորեն եկեղեցու հետևից գրավում է փոխաբերական առումով բոլոր այն տեղերը, որտեղ գնում եւ տարբեր տեղերում պատարակ են անցկացնում, այդ եկեղեցին արդեն գրավված է։ Մենք տեսնում ենք նոր գործիչների, բայ այդ Վազգեն կոչված Միրզախայան եպիսկոպոսը, arczepiskopos-ը ինչ է։ Վեհարանի տարածքում, այդ Մայրաթորի տարածքում ինտերվյու է տալիս, հայտարարում է դա լեգիտիմ պատարակ, ու դու կաթողիկոս ես։ Դու ոչինչ չես ասում դրան չես բանադրում, որտեղ վախում ես, որտեղ գիտես որ նա Նիկոլի մարդն է։ Բալչյան թեմի առաջնորդն է։ Դա որպես ինֆորմացիա եմ ասում։ Ինչի։ Բալչյան թեմի Այո, առաջնորդն։ գիտեմ, ես դա գիտեմ, այդ ինֆորմացիան շատ լավ գիտեմ։ Դրանից առաջ Վրաստանում էր, այնտեղ հայտնի է շատ։ Մի այսպեսի հարց տամ, խնդրում եմ չծիծաղեք։ Միգուցե սա հայկական ռեֆորմացիա է, ուշացած, հապաղած։ Չծիծաղեմ։ Չէ։ Բայց դուք եք ծիծաղում արդեն ձեր ասացիք։ Բարենորոգման process չի հաստատ։ Լրիվ բարենորոգվում է, Կարպիս։ Լրիվ ռեմոնտի տակ ենք մի այլ ձևով։ Հայկ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։